Խոնարհ տղան միայնակ մտնում է բանկ, ձեռքում պահելով միայն դեղնած թուղթ մայր թողած հույսը, ով այլս չկա։ Բոլորի առաջ նվաստացված, նա պարզում է, որ թողած հաշիվն ունի ավելին, քան գումար, ունի սեր, ինքնազոհություն, խիզախություն։ Եվ երբ նա դիմագրավում էությանը անարդարությանը, ցույց է տալիս, որ իսկական ժառանգությունը թվերով չի չափվում, այլ պատվով արված գործողություններով։ Այս պատմությունը սկսելուց առաջ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Երանյան առավոտյան արը ներս է սփռվում Հայաստանի կենտրոնական բանկի ապակե հսկայական պատուհաններից, մարդաշատ հյուսիսային պողոտայում։ Գործարարների, թոշակառուների արտրականների աշխույժ շարժումը ստեղծում էր Երանին բնորոշ այն քաղաքային սիմֆոնիան, որտեղ յուրաքանչյուր մարդ կրում էր իր սեփական պատմությունները, երազանքներն ու հոգսերը։ Այդ ողջ բազմության մեջ մի փոքրիկ կերպար առանձնանում էր իր պարզությամբ, այն լարվածությամբ, որն արտացոլվում էր նրա ամեն մի քայլում։ Գագիկ Սարգսյանն ընդամենը 10 տարեկան էր, բայց իր ուսերին կրում էր մի պատասխանատվություն, որը շատ մեծահասակներ երբեք չէին ճանաչի։ Նրա մաշված սպորտային կոշիկները գրեթե ակնածանքով էին դիպչում մարմարե հատակին, կարծես ամեն քայլ նրան տանում էր դեպի անհայտ ու սարսափելի մի տարածք։ Տղան երկու ձեռքով բռնել էր ժամանակից դեղնած մի թուղթ, որն այնքան շատ անգամ էր ծալվել ու բացվել, որ ծալքերը նման էին դեռ չպատմված պատմության սպիների։ Տղայի պարզ հագուստը կտրուկ հակադրվում էր բանկի շքեղ միջավայրին։ Նրա գունաթափված կապույտ շապիկը աննկատ կարկատաններով ջինսետաբատը մատնում էին պարզությամբ, բայց ոչ թշվառությամբ նշանավորված մանկությունը։ Գագիկի կեցվածքում կար արժանապատվություն, մի լուր վճռականություն, որը փայլում էր նրա շագանակագույն աչքերում, հենց այն աչքերում, որոնք ժառանգել էր մորից։ Մարինե Սարգսյանը միշտ եղել էր քչախոս, բայց շատ գործունյա կին։ Նա աշխատում էր որպես հավաքարար 3 տարբեր գրասենյակներում, արթնանալով առավոտյան ժամը 5-ին, որպեսզի սուրճը պատրաստ լիներ, երբ Գագիկն ու նրա կրտսեր եղբայրը, 7-ամյա Լոնը, կարթնանային դպրոց գնալու համար։ Նա երբեք չէր բողոքում հոգնեցուցիչ առօրյայից, ոչ կոշտացած ձեռքերից, ոչ էլ օրվա վերջում մեջքի ցավից։ Մարինեի համար վաստակած ամեն մի դրամս մեկ աղյուս էր իր որդիների ապագայի կառուցման գործում։ Այն, ինչ Գագիկը չգիտեր մինչ վերջին մի քանի օրը, այն էր, որ իր մայրը գաղտնիք էր պահում։ Մի գաղտնիք, որը նա լուռ կրել էր իր ողջք յանքի ընթացքում, պաշտպանելով այն նույն նվիրումով, որով պաշտպանում էր իր որդիներին։ Նախքան հավերժական հանգստի գնալը, արագ զարգացող թոքաբորբի զոհ դառնալով, Մարինեն մահճակալի տակ թաքցրել էր կոշիկի մի փոքրիկ տուփ։ Դրա մեջ ընդամենը 3 իր կար, տղաների նորածին ժամանակվա լուսանկարը, մաշված աշխատանքային գրքույկը, դեղնած թուղթը, թվերով ու տեղեկություններով, որոնք առաջին հայացքից անիմաստ էին թվում։ Տուփը գտել էր տիկին Անահիտը, տարեց Հարանուհին, ով Մարինեի մահից հետո խնամում էր տղաներին, տան իրերը կարգի բերելիս։ Ալեհեր մազերով ջերմ ժպիտով այդ կինը միշտ եղել էր երկրորդ մոր պես Գագիկի Լոնի համար։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, երբ հասկացավ, թե ինչ էր նշանակում այդ թուղթը, բանկային հաշվի համարներ, մասնաճյուղ մի շարք ծածկագրեր, որոնք կարող էին նշանակել միայն մեկ բան։ 3 գիշեր անընդմեջ Գագիկը չկարողացավ նորմալ քնել։ Թուղթը պահում էր բարձի տակ, տղան ժամերով պատկերացնում էր, թե ինչ կարող էր գտնել այդ բանկում։ Տիկին Անահիտը, չնայած իր փխրուն առողջությանը սրտին, որն արդեն հոգնածության նշաններ էր ցույց տալիս, քաջալերեց տղային բացահայտելու, թե ինչ էր մայրը թողել իր համար։ Ի վերջո, Մարինեն երբեք ոչինչ չէր անի առանց հստակ նպատակի։ Այդ երեքշաբթի առավոտյան Գագիկն արթնացավ այլ վճռականությամբ։ Համբուրեց դեռ խորը քնած Լոնի ճակատը, ամուր գրկեց տիկին Անահիտին, ավտոբուս նստեց դեպի քաղաքի կենտրոն։ Ողջ ճանապարհին նրա ձեռքերը բաց չէին թողնում դեղնած թուղթը, կարծես դա պաշտպանիչ թալիսման լիներ, որն իրեն ուղղակիորեն կապում էր մոր սիրուն։ Այժմ, կանգնած բանկի նախասրահում, Գագիկը զգում էր, որ սիրտը այնքան ուժեղ է բաբախում, որ վստահ էր, բոլորն այնտեղ կարող էին լսել։ Միջավայրը վախեցնող էր նրա տարիքի երեխայի համար։ Լավ հագնված մարդիկ քայլում էին այս ու այն կողմ, հեռախոսով խոսելով ներդրումների, ավանդների թվերի մասին, որոնք նա հազիվ էր հասկանում։ Սարքերի աղմուկը, մետաղադրամների զնգոցը, խոսակցությունների բզզոցը ստեղծում էին գրեթե խեղդող մթնոլորտ։ Տղան մոտեցավ տեղեկատվական գրասեղանին, որտեղ շիկահեր մի աշխատակցուհի, մոտ 30 տարեկան, արագ ինչ-որ բան էր մուտքագրում իր համակարգչում։ Նա գրում էր Յուլիանա Սահակյան անունով կրծքանշան ուներ բնական ժպիտ, որն անմիջապես հանգստացրեց Գագիկին։
Երբ նա բարձրացրեց հայացքը, տեսավ այնտեղ կանգնած տղային, վճռական ու վախեցած արտահայտությամբ, սիրտը անբացատրելի կերպով սեղմվեց։ «Բար, սիրելիս, ինչով կարող եմ օգնել», հարցրեց Յուլիանան, թեթակի կրանալով տղայի աչքերի բարձրությանը հասնելու համար։ Գագիկը կուլ տվեց թուքը, դեռ դողացող ձայնով պատասխանեց. «Ես պետք է խոսեմ մեկի հետ բանկային հաշվի մասին։ Դա մայրիկիս հաշիվն էր»։ Յուլիանան անմիջապես նկատեց տղայի օգտագործած բայական ժամանակը։ «Մայրիկիս հաշիվն էր, ոչ թե մայրիկիս հաշիվն է»։ Այդ փոքրիկ լեզվական տարբերությունը կրում էր մի հուզական ծանրություն, որն աշխատակցուհին ակնթարթորեն ըմբռնեց։ Նա շուրջը նայեց, տեսավ, որ շարժը մեծ է, բայց այս իրավիճակում ինչ-որ բան ստիպեց նրան դադարեցնել այն ամենը, ինչ անում էր։ «Հաշվի վերաբերյալ որե փաստաթուղթ ունես», հարցրեց նա, ջերմորեն մեկնելով ձեռքը։ Գագիկը զգուշորեն բացեց դեղնած թուղթը, կարծես դա գանձի քարտեզ լիներ։ Մարինեի գեղեցիկ ձեռագրով գրված թվերը բացահայտում էին տեղեկություններ, որոնք կարծես շատ սիրով ու ճշգրտությամբ էին դասավորված։ Յուլիանան ուսումնասիրեց տվյալները, հաստատեց, որ դա այդ բանկի հաշիվ է, բայց հասկացավ, որ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ կլինի կառավարչի թույլտվությունը։ «Գագիկ, պետք է խոսես մեր տարածաշրջանային տնօրենի հետ։ Նա կկարողանա քեզ ավելի լավ օգնել»։ «Լավ», ասաց Յուլիանան, տղայի անունը գր։ Ելով թղթի վրա։ «Կարող ես ինձ այստեղ մի րոպե սպասել»։ Տղան գլխով համաձայնեց, ամուր բռնելով իր դեղնած թուղթը։ Յուլիանան շարժվեց դեպի բանկի խորքում գտնվող ապակեպատ սենյակը, որտեղ տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Մելիքյանը վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները։ Ռոբերտը 45 տարեկան, ջաղատ, լավ խնամված բեղերով գերազանցության զգացումով մի մարդ էր, որը նա մշակել էր պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Միշտ կրում էր թանկարժեք կոստյումներ, ներմուծված ժամացույցներ, կարծես ուզում էր բոլորին հասկացնել իր դիրքը բանկային հիերարխիայում։ «Տնօրեն Ռոբերտ, այստեղ մի տղա կա, ով պետք է հաշվի տվյալները ստուգի։ Թվում է, թե նուրբ հարց է», բացատրեց Յուլիանան, փորձելով փոխանցել իրավիճակի լրջությունը։ Ռոբերտը զայրացած հայացքով բարձրացրեց աչքերը թղթերից։ «Մի տղա»։ «Յուլիանա, չես տեսնում, որ ես զբաղված եմ ամսական հաշվետվություններով։ Ուղարկիր նրան, թող պատասխանատու անձի հետ գա»։ «Պարոն, կարծում եմ, սա կարևոր է։ Նա փաստաթղթեր ունի, արտաքինից դատելով, կարող է բարդ ընտանեկան իրավիճակ լինել»։ Ռոբերտը դրամատիկ կերպով հոգոց հանեց, կարծես մի երեխայի սպասարկելու համար իր սենյակից դուրս գալը մեծ անհարմարություն լիներ։ Նա բարձրացավ աթոռից, ուղղեց փողկապը, ծանր քայլերով գնաց դեպի նախասրահ, ինչպես մեկը, ով գնում է հնարավորինս արագ լուծելու մի փոքր խնդիր։ Երբ տեսավ Յուլիանայի գրասեղանի մոտ կանգնած Գագիկին, Ռոբերտը չկարողացավ թաքցնել հեգնական ժպիտը։ Սոցիալական տարբերությունն իր տղայի մեջ ակնհայտ էր, դա նրա մեջ արթնացրեց գերազանցության մի զգացում, որը նա չփորձեց թաքցնել։ «Դե ինչ տղա, ուզում ես հաշվի մնացորդը ստուգել», հարցրեց Ռոբերտը բավական բարձր տոնով, որպեսզի գրավեր նախասրահում գտնվող մյուս մարդկանց ուշադրությունը։ «Թույլ տուր գուշակեմ, խոզուկ խնայատուփիդ մանրադրամներն ես հավաքել ու ուզում ես իմանալ, թե որքան է կուտակվել»։ Շուրջբոլորը որոշ մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել խոսակցությանը։ Ալեհեր մի պարոն զուսպ ժպտաց, գործարար մի կին դադարեցրեց հեռախոսով զբաղվելը, տեսարանը դիտելու համար, նույնիսկ մյուս աշխատակիցները սկսեցին մոտենալ։ Ռոբերտի համար սա վերածվում էր առավոտյան զվարճանքի։ Գագիկը զգաց, որ դեմքը տաքացավ, բայց ձայնի մեջ պահպանեց վճռականությունը։ «Ոչ, պարոն։ Դա մի հաշիվ է, որը մայրս է թողել ինձ համար»։ «Մայր թե թողել», Ռոբերտը բարձրաձայն ծիծաղեց, համոզվելով, որ բոլորը լսեն։ «Իսկ որտեղ է հիմա մայրդ, տղա»։ «Գնացել է արտրի կենտրոն գնումների, քեզ է ուղարկել իր փողերին հետելու»։ Գագիկի լռությունն ավելի խոսուն էր, քան ցանկացած պատասխան։ Տղան ընդամենը ավելի ամուր սեղմեց դեղնած թուղթը, մինչդեռ նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա համառորեն թույլ չէր տալիս թափվել։ Յուլիանան անմիջապես նկատեց իրավիճակի անհարմարությունը, մոտեցավ։ «Տնօրեն, կարծում եմ պետք է ստուգենք նրա բերած տվյալները», առաջարկեց նա, փորձելով մեղմել իրավիճակը։ «Ինչ ստուգենք, Յուլիանա։ Նայիր այս տղային»։ «Գրած կգամ, որ այդ հաշվին նույնիսկ 5000 դրամ չկա», շարունակեց Ռոբերտը, այժմ ամբողջովին ներգրավված իր իմպրովիզացված հանդիսատեսի համար ներկայացվող բեմադրության մեջ։
Բայց լավ, կմտնեմ համակարգ, միայն թե ապացուցեմ, որ իմ ժամանակն եք վատնում։ Ռոբերտը թատերական քայլերով մոտեցավ Յուլիանայի համակարգչին, ինչպես մի դերասան, որը պատրաստվում է կատարել իր ներկայացման գլխավոր համարը։ Նա մուտքագրեց Գագիկի տված տվյալները, ակնկալելով գտնել գոյություն չունեցող կամ չնչին մնացորդով հաշիվ, որը կհաստատեր իր կասկածները, կարդարացներ տղային հասցրած ողջ նվաստացումը։ Էկրանին հայտնված առաջին արդյունքը ստիպեց նրան կիտել հոնքերը։ Հաշիվը գոյություն ուներ, ակտիվ էր։ Ռոբերտը նորից ստուգեց թվերը, մտածելով, թե ինչ-որ բան սխալ է մուտքագրել, բայց տեղեկությունը հաստատվեց։ Երբ նրա հայացքն ուղղվեց դեպի առկա մնացորդի դաշտը, նրա արտահայտությունը լիովին փոխվեց։ 82,34,215 դրամ։ Ռոբերտը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես դրանք իրեն խաբում էին։ Նորից ստուգեց հաշվետիրոջ անունը՝ Գագիկ Սարգսյան։ Ծննդյան ամսաթիվ՝ 2014 թվականի մարտի 15։ Հաշիվը բացվել էր, երբ տղան ծնվել էր, այդ ժամանակից ի վեր ստանում էր ամսական փոխանցումներ, միշտ նույն գումարով՝ 25,000 դրամ։ Տնօրենը թեթակի հետ քաշվեց համակարգչից, փորձելով ընկալել այդ տեղեկությունը։ Հեգնական ժպիտը լիովին անհետացել էր նրա դեմքից, փող արինվելով անհավատության, իսկ հետո անհանգստության արտահայտությամբ։ Ինչպես կարող էր այդքան պարզ արտաքինով մի տղա ունենալ ավելի քան 82 միլիոն դրամի հաշիվ։ Դե ինչ, տնօրեն, հարցրեց Յուլիանան, նկատելով իր ղեկավարի վարքի կտրուկ փոփոխությունը։ Հաշիվը գոյություն ունի։ Ռոբերտը փորձեց թաքցնել իր շփոթմունքը, արագ փակելով համակարգչի էկրանը։ Այո, գոյություն ունի, բայց սա անձնական հարց է։ Ես պետք է առանձին խոսեմ տղայի հետ։ Ոչ, պարոն, ընդհատեց նախասրահի խորքից լսված կանացի մի ձայն։ Եթե հաշիվը գոյություն ունի զգալի գումար, դա պետք է քննարկվի թափանցիկ կերպով, հատկապես, երբ խոսքը երեխայի մասին է։ Բոլորը շրջվեցին, տեսնելու, թե ով էր խոսում։ Մոտ 40 տարեկան մի կին քայլում էր դեպի խումբը։ Նա կրում էր լավ կարված մուգ կապույտ կոստյում, ձեռքին ուներ կաշվե պայուսակ կեցվածք, որը ցույց էր տալիս, որ նա սովոր է բարդ իրավիճակների հետ գործ ունենալ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին էլեգանտ հանգույցով, իսկ կանաչ աչքերը փոխանցում էին մի վճռականություն, որն անմիջապես վախեցրեց Ռոբերտին։ Ներողություն, բայց ո՞վ եք դուք, հարցրեց տնօրենը, փորձելով վերականգնել իր հեղինակությունը։ Փարանձեմ Ավետիսյան, ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբան։ Սպասում էի սպասարկման, երբ ականատես եղա այս իրավիճակին, պատասխանեց նա, Ռոբերտին մեկնելով իր այցեքարտը։ Եվ իմ դիտարկմամբ, այստեղ մի երեխա հրապարակավ նվաստացվում է իր օրինական իրավունքներին առնչվող հարցերի պատճառով։ Գագիկը նայեց կնոջը հույսի անվստահության խառնուրդով։ Իր ողջ կյանքի ընթացքում քիչ մեծահասակներ էին անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել իրեն պաշտպանելու հարցում։ Շատերը նրան տեսնում էին պարզապես որպես խոցելի իրավիճակում գտնվող սմեկ երեխա, որը դատապարտված է հետելու դժվարությունների այն նույն ուղուն, որին բախվում են երանի ծայրամասերի շատ ուրիշներ։ Փարանձեմը կրացավ տղայի աչքերի բարձրությանը հասնելու համար։ Գագիկ, անունդ Գագիկ է, այնպես չէ, նա հաստատեց գլխի շարժումով։ Ուզում եմ, որ իմանաս, դու պարտավոր չես միայնակ դիմակայել այս իրավիճակին։ Կան օրենքներ, որոնք պաշտպանում են երեխաներին քոնի դեպքերում։ Իմի նման դեպքերում, հարցրեց Գագիկը, փոքր, բայց հետաքրքրասեր ձայնով։ Ժառանգության, ընտանեկան գույքի, ծնողների կողմից թողնված ունեցվածքի պաշտպանության դեպքերում, բացատրեց Փարանձեմը նշանակալից հայացք գցելով Ռոբերտի վրա։ Եվ հատկապես այն դեպքերում, երբ անչափահասների իրավունքները պետք է հարգվեն առանց հրապարակային նվաստացման։ Ռոբերտը հասկացավ, որ իրավիճակը դուրս է գալիս իր վերահսկողությունից։ Փաստաբանի ներկայությունը առավոտյան զվարճանքը վերածում էր պոտենցիալ իրավական խնդրի։ Նա փորձեց վերականգնել ինքնատիրապետումը, բայց ձայնը մատնում էր նրան պատող նյարդայնությունը։ Տիկին փաստաբան, ես պարզապես հետում էի բանկի ստանդարտ ընթացակարգերին։ Մենք պետք է զգույշ լինենք անչափահասներին առնչվող հաշիվների հետ, ասաց նա, փորձելով պրոֆեսիոնալ հնչել։ Հրապարակավ երեխային նվաստացնելը ստանդարտ ընթացակարգ է, հակադարձեց Փարանձեմը, չկորցնելով հանգստությունը, բայց մի վճռականությամբ, որը ստիպեց Ռոբերտին կուլ տալ թուքը։ Յուլիանան, ով հետում էր ողջ խոսակցությանը, զգաց, որ պետք է մի չամտի։ Նա նայեց Գագիկին, հետո Փարանձեմին, վերջում իր ղեկավարին։
Իր մեջ ինչ-որ բան ընդվզում էր այն անարդարության դեմ, որի ականատեսն էր լինում, նա կայացրեց մի որոշում, որը լիովին կփոխեր այդ առավոտվա ընթացքը։ Տնօրեն Ռոբերտ, կարծում եմ մենք պետք է Գագիկին տեղեկացնենք իր հաշվի մնացորդի մասին։ Նա իրավունք ունի իմանալու, ասաց Յուլիանան, զարմացնելով ինքն իրեն իր իսկ քաջությամբ։ Յուլիանա, դա քո գործը չէ, պատասխանեց Ռոբերտը նախազգուշացնող տոնով։ Իրականում, այո։ Իմ աշխատանքի մաս է կազմում հաճախորդներին սպասարկել թափանցիկությամբ հարգանքով, անկախ նրանց տարիքից, հակադարձեց աշխատակցուհին, զգալով փաստաբանի լուռ աջակցությունը։ Գագիկը լուռ մնում էր, իր դեղնած թուղթը պահելով որպես պաշտպանիչ վահան։ Նա կարող էր զգալ օդում կախված լարվածությունը, բայց նա կարող էր զգալ, որ առաջին անգամ այս բանկ մտնելուց ի վեր կային մարդիկ, որոնք պատրաստ էին պաշտպանել իրեն։ Մոր հիշողությունը կարծես այնտեղ լիներ, ականջին շշնջալով, որ ինքն ավելի ուժեղ է, քան պատկերացնում էր։ Փառանձեմն ուղղակիորեն դ. Իմեց Ռոբերտին, տնօրեն, առաջարկում եմ կատարել ձեր պարտականությունը տրամադրել հաճախորդի պահանջած տեղեկությունները։ Հակառակ դեպքում, ես կարող եմ կենտրոնական բանկ դիմում ներկայացնել անչափահասի նկատմամբ վատ վերաբերմունքի սպասարկման կանոնակարգերի խախտման համար։ Փաստաբանի վերջնագիրը որոտի պես արձագանքեց նախասրահում։ Ռոբերտը հասկացավ, որ այլևս չի կարող խուսափել այդ իրավիճակից, առանց ավելի մեծ սկանդալ առաջացնելու։ Դողացող մատներով նա վերադարձավ Յուլիանայի համակարգչի մոտ, նորից մուտք գործեց Գագիկի հաշիվ։ Հաշվի ընթացիկ մնացորդը կազմում է։ Ռոբերտը դրամատիկ դադար տվեց, կարծես քաջություն էր հավաքում բառերն արտասանելու համար, 82 միլիոն 34,215 դրամ։ Բանկի նախասրահում բացարձակ լռություն տիրեց։ Որոշ մարդիկ, ովքեր սկզբից հետում էին իրավիճակին, անհավատալի հայացքներ փոխանակեցին։ Հերթում կանգնած մի պարոն գրեթե անլսելի մրմնջաց «Աստված իմ»։ Յուլիանան ձեռքով փակեց բերանը, զարմացած նոր լսած գումարից։ Գագիկը մի քանի վայրկյան անշարժ մնաց, ընկալելով այդ տեղեկությունը։ Ավելի քան 82 միլիոն դրամ։ Իր մայրը, ով աշխատում էր 3 հերթափոխով, ով խնայում էր ամեն լումա, ով գնում էր միայն ամենաանհրաժեշտը, կարողացել էր հավաքել մի գումար, որը նա երբեք չէր էլ պատկերացնի։ Արցունքները, որոնք նա զսպել էր ողջ նվաստացման ընթացքում, այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ բարդ հուզմունքի, որը խառնում էր երախտագիտություն, կարոտ խորը սեր մի կնոջ հանդեպ, ով հեռացել էր, երբեք չբացահայտելով իր զոհողության նվիրումի չափը։ Փառանձեմը մոտեցավ տղային մեղմորեն ձեռքը դր. Եց նրա ուսին. Գագիկ, մայրդ քեզ շատ էր սիրում։ Եվ նա ուզում էր համոզված լինել, որ դու եղբայրդ պաշտպանված կլինեք, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Տղան հայացքը բարձրացրեց դեպի փաստաբանը, այդ պահին նրանց միջ հատուկ կապ հաստատվեց։ Փառանձեմը Գագիկի մեջ տեսավ ոչ միայն մի երեխայի, ով իրավական պաշտպանության կարիք ուներ, այլ դիմադրության արժանապատվության կենդանի օրինակ։ Տղան փաստաբանի մեջ տեսավ ոչ միայն իրավասու մասնագետի, այլ մեկին, ով անկեղծորեն մտահոգված էր իր բարեկեցությամբ։ Ռոբերտը, դեռ փորձելով ուշքի գալ ցնցումից, հասկացավ, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկի, իր բանկի հեղինակությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։ Դե ինչ, հիմա երբ հաստատեցինք տեղեկությունները, պետք է հետենք անչափահասների համար գումարների տրամադրման իրավական ընթացակարգերին։ Սա կարող է մի քանի օր տել։ Մի քանի օր, ընդհատեց Փառանձեմը։ Տնօրեն, գոյություն ունի արտակարգ իրավիճակների ընթացակարգ խոցելի վիճակում գտնվող անչափահասներին առնչվող դեպքերի համար։ Ես կարող եմ դատական թույլտվություն պահանջել հենց այսօր։ Գագիկը շուրջը նայեց, հասկացավ, որ այդ առավոտը փոխել էր իր կյանքը մի ձով, որը նա դեռ լիովին չէր կարողանում հասկանալ։ Իր ձեռքի դեղնած թուղթը պարզապես թվերով փաստաթուղթ չէր։ Դա իր մոր անպայմանական սիրո մարմնավորումն էր, ապացույցը, որ նա մտածել էր իր որդիների ապագայի յուրաքանչյուր մանրուքի մասին, նույնիսկ ամենադժվար պահերին։ Յուլիանան մոտեցավ խմբին, դիմեց Գագիկին. Սիրելիս, ուրիշ եղբայրներ ունես։ Քեզ խնամող մեկը կա։ Եղբայրս, Լոնը կա, նա 7 տարեկան է։ Տիկին Անահիտը, մեր հարանուհին, խնամում է մեզ, երբ։ Գագիկը չկարողացավ ավարտել նախադասությունը, բայց բոլորը հասկացան։ Փառանձեմն այդ տեղեկությունները գրի առավ նոթատետրում։ Գագիկ, ես կօգնեմ քեզ այս ամենը ճիշտ ձով լուծել։ Մայրդ այս կարողությունը կառուցել է, մտածելով ձեր ապագայի մասին, ես կերաշխավորեմ, որ այդ ապագան լինի հենց այնպիսին, ինչպիսին նա երազել է։
Ռոբերտը, հասկանալով, որ լիովին կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, փորձեց զգուշորեն հեռանալ իր սենյակ, բայց փառանձեմը կանգնեցրեց նրան։ Տնօրեն, մեզ անհրաժեշտ է այս հաշվի ողջ քաղվածքի պատճենը, բացման օրվանից սկսած։ Եվ ուզում եմ, որ դա տրամադրվի հիմա, ասաց նա մի տոնով, որը հակաճառություն չէր հանդուրժում։ Մինչ Ռոբերտը դժկամությամբ գնում էր դեպի համակարգիչ, պահանջված փաստաթղթերը ստեղծելու, Գագիկը զգում էր, որ այնտեղ շատ ավելի մեծ բան է տեղի ունենում։ Սա միայն փողի մասին չէր, սա արդարության, հարգանքի այն համոզմունքի մասին էր, որ իր մայրը եղել էր շատ ավելի իմաստուն խիզախ կին, քան նա երբեք պատկերացրել էր։ Երանյան արը շարունակում էր փայլել բանկի պատուհաններից, բայց Գագիկի համար այդ առավոտը ներկայացնում էր իր կյանքի նոր փուլի սկիզբը։ Մի փուլ, որտեղ նա այլս մենակ չէր լինի, որտեղ կլինեին մարդիկ, որոնք պատրաստ կլինեին պայքարել իր կողքին, որտեղ իր մոր հիշողությունը կբացահայտվեր որպես ավելի թանկարժեք բան, քան ցանկացած գումար։ Բանկում տեղի ունեցած բացահայտումից 3 օր էր անցել, Գագիկին դեռ թվում էր, թե երազում է ապրում։ Ժառանգության մասին լուրն արագ տարածվել էր համայնքում, որտեղ նա ապրում էր, Երանի ծայրամասային Մալաթիա Սեբաստիա շրջանում։ Տիկին Անահիտը պատմել էր միայն մի քանի մտերիմ հարանուհիների, բայց մի համայնքում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, գաղտնիքներն իրենց սեփական կյանքն ունեն, շրջում են նրբանցքներով, ինչպես քամին տների միջով։ Տունը, որտեղ Գագիկն ու Լոնն ապրում էին հարանուհու հետ, պարզ էր, բայց հարմարավետ։ 2 փոքր ննջասենյակ, մի հյուրասենյակ, որը նա ծառայում էր որպես խոհանոց, մի բակ, որտեղ տիկին Անահիտն իր բուժիչ բույսերն էր աճեցնում։ Թափված ներկով պատերը որոշ տեղերից կաթող տանիքը պատմում էին առանց շքեղությունների, բայց ջերմությամբ ու համերաշխությամբ հարուստ կյանքի մասին։ Այդ հինգշաբթի առավոտյան Գագիկն օգնում էր տիկին Անահիտին լվացքը փռել, երբ լսեց դարպասի ճռռոցը։ Դա սովորականից տարբերվող ձայն էր, ավելի զգուշավոր, կարծես մեկը տատանվում էր ներս մտնելուց առաջ։ Տղան շրջվեց, տեսավ մոտ 50 տարեկան, բարձրահասակ, նիհար մի տղամարդու, ով հագել էր ճմրթված վերնաշապիկ գունաթափված ջինսետ աբատ։ Նրա մազերը մուգ էին, քունքերին ալեհեր մազերով, նա կրում էր շատ մաշված կաշվե պայուսակ։ «Բարի օր», ասաց տղամարդը, ստիպելով իրեն ժպտալ մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Ես փնտրում եմ Գագիկ Սարգսյանին»։ Տիկին Անահիտն անմիջապես կանգնեց անծանոթի երեխաների միջ, այն պաշտպանական բնազդով, որը ձեռք էր բերել իր 72 տարիների ընթացքում։ Նա գիտեր, որ ժառանգության մասին բացահայտումից հետո Գագիկը կարող էր դառնալ չարամիտ մարդկանց թիրախ։ «Ո՞վ է հարցնում», հարցրեց նա, ձեռքերը սրբելով իր ծաղկավոր գոգնոցին, որը միշտ կրում էր տնային գործեր անելիս։ «Իմ անունը Կարլոս Մարգարյան է», պատասխանեց տղամարդը, գրպանից հանելով մի փաստաթուղթ։ «Ես Գագիկի հանգուցյալ հոր եղբայրն եմ։ Եկա, հենց որ իմացա երեխաների իրավիճակի մասին»։ Գագիկը գիտեց հոնքերը։ Մայրը երբեք որևէ հորեղբոր մասին չէր խոսել, իսկ նա գրեթե ամեն ինչ գիտեր ընտանիքի մասին։ Մարինեն միշտ շատ անկեղծ էր եղել իրենց համեստ ծագման տղաների հոր բացակայության մասին, ով անհետացել էր նրանց կյանքից, երբ Գագիկը դեռ շատ փոքր էր։ «Մայրս երբեք ձեր մասին չի խոսել», ասաց տղան, մոտենալով տիկին Անահիտին։ Կարլոսը ծիծաղեց մի ձով, որը փորձում էր անկաշկանդ հնչել, բայց հնչում էր արհեստական։ «Դե, հայրդ ու ես շատ տարիներ առաջ հեռացել էինք իրարից։ Ընտանեկան վեճ, գիտես, թե ինչպես է լինում։ Բայց հիմա, իմանալով, որ դուք մենակ եք, մտածեցի, որ իմ պարտքն է հայտնվել օգնություն առաջարկել»։ Տիկին Անահիտը տարօրինակ բան նկատեց տղամարդու պահվածքում։ Իր ողջ կյանքի ընթացքում նա զարգացրել էր գրեթե գերբնական ունակություն, բացահայտելու չար մտադրություններով մարդկանց։ Դա մի հմտություն էր, որը պաշտպանել էր իր ընտանիքին հարաններին անթիվ առիթներով։ «Ինչ տեսակի օգնություն», հարցրե։ Ցնա, խաչելով ձեռքերը։ «Դե, լսել եմ, որ Գագիկը զգալի գումար է ժառանգել մորից», ասաց Կարլոսը, ձացնելով, թե շփոթված է։ Երեխան չի կարող միայնակ կառավարել այդպիսի կարողություն։ Իրավական պատասխանատու է պետք, ընտանիքից մեկը։ Գագիկը զգաց, որ սարսուռ անցավ իր մարմնով։ Տղամարդու, փողի մասին խոսելու ձում ինչ-որ բան խորապես անհանգստացնում էր իրեն։ Կարծես Կարլոսն արդեն հստակ գիտեր, թե որքան գումար կա հաշվին, կարծես մանրամասն տեղեկություններ ունենար մի բանի մասին, որը պետք է գաղտնի լիներ։ «Իսկ ինչպես եք իմացել փողի մասին», հարցրեց Գագիկը մի հասունությամբ, որը զարմացրեց հենց Կարլոսին։ Տղամարդը մի ակնթարթ տատանվեց, բայց արագ ուշքի եկավ։ «Լուրերը տարածվում են, տղաս։
Հատկապես այսպիսի համայնքում։ Կարևորն այն է, որ հիմա դուք ընտանիքից մեկն ունեք, որ կհոգա ամեն ինչի մասին։ Տիկին Անահիտը հիշեց այն խորհուրդները, որոնք Փարանձեմ Ավետիսյանը տվել էր նախորդ գիշերվա հեռախոսազրույցի ժամանակ։ Փաստաբանը շատ հստակ էր եղել։ Ցանկացած մարդ, ով կհայտնվի, պնդելով, թե ազգական է, պետք է ընդունվի ծայրահեղ զգուշությամբ, հատկապես, եթե հատուկ հետաքրքրություն ցուցաբերի ժառանգության նկատմամբ։ Պարոն Կարլոս Գագիկին արդեն խորհրդատվություն է տրամադրում մասնագետ փաստաբանը, տեղեկացրեց տիկին Անահիտը։ Բոլոր իրավական հարցերը լուծվում են ճիշտ ձով։ Կարլոսի արտահայտությունը թեթակի փոխվեց։ Ստիպողաբար ժպիտը տեղի տվեց մի լրջության, որը բացահայտեց նրա իրական էությունը։ Փաստաբան։ Ինչ փաստաբան։ Երեխային փաստաբան պետք չէ, ընտանիք է պետք։ Դոկտոր Փարանձեմ Ավետիսյանը, պատասխանեց Գագիկը, ավելի վստահ զգալով իրեն այն կնոջ անունը տալիս, ով դարձել էր իր դաշնակիցը։ Նա գերաշխավորի, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Կարլոսը մտքում նշեց փաստաբանի անունը։ Նա պետք է ավելին իմանար այս կնոջ այն մասին, թե ինչպես է նա ներգրավվել իրավիճակում։ Նրա ծրագրերը կախված էին երեխաների, հետաբար ժառանգության փողերի նկատմամբ օրինական հասանելիություն ունենալուց։ Տեսեք, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, ասաց նա, փոխելով ռազմավարությունը։ Որդեգրելով ավելի մեղմ տոն։ Բայց ես այս երեխաների արյունակից հորեղբայրն եմ։ Ես ունեմ օրինական իրավունքներ, որոնք օտարը չունի։ Ես կարող եմ առաջարկել կայունություն, ավելի լավ տուն, որակյալ կրթություն։ Լոնը, ով մինչ այդ լուր խաղում էր փայտե մեքենայով, որը Գագիկն էր սարքել նրա համար, բարձրացրեց հայացքը 7 տարեկան երեխայի բնորոշ անմեղությամբ ասաց. Բայց մեզ դուր է գալիս ապրել տիկին Անահիտի հետ։ Նա ճիշտ մեր մայրիկի պես գազարով թխվածք է պատրաստում։ Լոնի պատասխանի պարզությունը խորապես հուզեց տիկին Անահիտի սիրտը զայրացրեց Կարլոսին, ով հասկացավ, որ երեխաները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ համեստ տնից հեռանալու իր հետ ապրելու հարցում։ Լոն, երբեմն մենք պետք է ընտրություն կատարենք, մտածելով ապագայի մասին, ասաց Կարլոսը, փորձելով հայրական հնչել։ Այն փողով, որ դուք ունեք, կարող եք սովորել լավագույն դպրոցներում, ապրել մեծ տանը։ Ես մեծ տուն չեմ ուզում, ընդհատեց Լոնը, մոտենալով Գագիկին։ Ես ուզում եմ մնալ եղբորս տիկին Անահիտի հետ։ Գագիկը պաշտպանողաբար գրկեց Լոնին։ Այդ պահին նա բացարձակապես համոզվեց, որ այդ մարդը վստահելի չէ։ Նրա աչքերում ինչ-որ բան հիշեցնում էր այն հայացքները, որոնք նա տեսել էր տարածքի որոշ բարեր հաճախող մարդկանց մոտ, մարդիկ, ովքեր փողի մասին խոսում էին մի ագահությամբ, որն արտացոլվում էր ամեն մի բառում։ Պարոն Կարլոս, ասաց Գագիկը մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ տիկին Անահիտին, շնորհակալություն այցելության համար, բայց մենք այստեղ լավ ենք։ Եթե դուք իսկապես մեր հորեղբայրն եք, կարող եք խոսել դոկտոր Փարանձեմի հետ։ Նա կիմանա, թե ինչպես ամեն ինչ ճիշտ ձով լուծել։ Կարլոսը հասկացավ, որ այդ առաջին հանդիպմանը չի կարողանա շահել երեխաների վստահությունը։ Նա պետք է փոխեր ռազմավարությունը գործեր ավելի նրբանկատորեն։ Բայց հեռանալուց առաջ որոշեց կասկածի սերմ ցանել։ Գագիկ Լոն, ասաց նա, փաստաթղթերը դնելով պայուսակի մեջ, հուսով եմ կհասկանաք, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր հայտնվում են, օգնություն առաջարկելով, լավ մտադրություններ ունեն։ Այդ փաստաբանը, օրինակ, որքան է պահանջում իր ծառայությունների համար։ Նա ոչինչ չի պահանջում, անմիջապես պատասխանեց Գագիկը։ Ասաց, որ ուզում է օգնել, որովհետև դա ճիշտ է։ Կարլոսը հեգնաբար ծիծաղեց։ Տղաս, այս աշխարհում ոչ ոք ձրի չի աշխատում։ Այդ կինը պետք է որ ինչ-որ շահագրգռվածություն ունենա ձեր փողերի հարցում։ Զգույշ եղեք, որ դա շատ ուշ չբացահայտեք։ Այս խոսքերից հետո Կարլոսը հրաժեշտ տվեց դուրս եկավ դարպասից, իր հետից թողնելով լարվածությամբ լի մթնոլորտ։ Տիկին Անահիտը սպասեց, մինչ համոզվեց, որ նա հեռացել է, նոր խոսեց Գագիկի հետ։ Որդիս, այս մարդը բոլորովին դուրս չեկավ, ասաց նա, նստելով բակի պլաստմասե աթոռին։ Ինչ-որ բան հուշում է, որ նա այն չէ, ինչ ներկայանում է։ Գագիկը նստեց նրա կողքին, դեռ մտածելով խոսակցության մասին։ Ես էլ դա զգացի, տիկին Անահիտ։ Մայրս միշտ ասում էր, որ երբ մեկը շատ է խոսում փողի մասին, ուրեմն երկրորդ մտադրություններ ունի։ Մարինեի իմաստությունս մեկ անգամ բացահայտվեց որդու խոսքերի միջով։ Ցով։ Տիկին Անահիտը տխուր ժպտաց, հիշելով ընկերուհուն, ով հեռացել էր, թողնելով երկու այդքան յուրահատուկ խելացի տղաների։
Նույն օրը կեսօրին Գագիկը զանգահարեց Փարանձեմ Ավետիսյանին, պատմեց ենթադրյալ հորեղբոր այցելության մասին։ Փաստաբանն ուշադիր լսեց յուրաքանչյուր մանրուք, վերջում մի հարց տվեց, որն անհանգստացրեց տղային։ Գագիկ, ասացիր, որ այդ մարդը գիտեր ժառանգության ճշգրիտ չափի մասին։ Նա գումարը չասաց, բայց խոսում էր այնպես, կարծես գիտեր, որ շատ փող է։ Դա տարօրինակ է, մրմնջաց Փարանձեմը մտածկոտ։ Քիչ մարդիկ ունեն այդ տեղեկությանը հասանելիություն։ Ես կհետաքննեմ այդ Կառլոս Մարգարյանին, կստուգեմ նա, թե արդյոք բանկից տեղեկատվության արտահոսք եղել է։ Փաստաբանը հատուկ ջերմություն էր զարգացրել Գագիկի լոնի նկատմամբ առաջին հանդիպումից ի վեր։ Տղայի վճռականության, նրա մտադրությունների մաքրության մեջ կար մի բան, որը նրան հիշեցնում էր այն պատճառները, թե ինչու էր ընտրել մասնագիտանալ ընտանեկան իրավունքի ոլորտում։ Հենց այսպիսի գործերն էին իմաստ հաղորդում նրա մասնագիտությանը։ Ուրբաթ առավոտյան Փարանձեմը գնաց բանկ Ռոբերտ Մելիքյանի հետ հանդիպման։ Նա պաշտոնապես պահանջել էր Գագիկի հաշվին վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները, ցանկանում էր պարզաբանել որոշ կետեր այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ կլինեին երեխաների անհապաղ կարիքների համար գումարի մի մասը տրամադրելու համար։ Ռոբերտը նրան ընդունեց իր սենյակում մի չափազանցված սիրալիրությամբ, որն անմիջապես գրավեց փաստաբանի ուշադրությունը։ Տնօրենը նյարդային էր թվում, քրտնում էր ավելի շատ, քան սովորաբար Երանի մեղմ առավոտյան, նրա ժեստերն ավելի կտրուկ էին, քան սովորական։ Դոկտոր Փարանձեմ, ինչպիսի։ Հաճույք է ձեզ նորից ընդունելը, ասաց նա, մատնացույց անելով իր սեղանի դիմացի աթոռը։ Հուսով եմ, մենք կկարողանանք ամեն ինչ արագ արդյունավետ լուծել։ Ես էլ եմ հուսով, տնօրեն Ռոբերտ։ Ես պետք է որոշ կետեր հասկանամ Գագիկի հաշվի վերաբերյալ, ասաց նա, բացելով իր պայուսակը, հանելով որոշ գրառումներ։ Նախնական քաղվածքից տեսա, որ ավելի քան 10 տարի կանոնավոր ամսական փոխանցումներ են կատարվել։ Մոր նվիրումը տպավորիչ է։ Ռոբերտը գլխի շարժումներով հաստատեց, բայց նրա արտահայտության մեջ կար մի բան, որը Փարանձեմը չէր կարողանում վերծանել։ Այո, տիկին Մարինեն շատ նվիրված էր։ Միշտ անձամբ էր գալիս փոխանցումները կատարելու։ Դուք նրան անձամբ ճանաչում էիք, հարցրեց Փարանձեմը, բարձրացնելով հոնքը։ Դե, ես նրան տեսնում էի այստեղ, բանկում։ Պարզ, աշխատասեր կին։ Միշտ խոսում էր իր որդիների մասին, պատասխանեց Ռոբերտը, հասկանալով, որ ավելորդ տեղեկություններ է տվել։ Փարանձեմը որոշ նշումներ արեց։ Տարօրինակ էր, որ տարածաշրջանային տնօրենն անձամբ ճանաչեր մի հաճախորդի, ով ամսական ընդամենը 25,000 դրամի փոխանցումներ էր կատարում։ Սովորաբար, այդպիսի շարժը կատարվում էր գանձապահների միջոցով, առանց հասնելու կառավարչությանը։ Տնօրեն, պետք է պահանջեմ, որ հաշվի ամբողջական աուդիտ իրականացվի։ Ուզում եմ համոզված լինել, որ այս տարիների ընթացքում որևէ անկանոնություն չի եղել։ Ռոբերտի արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Աուդիտ։ Դոկտոր, դա իսկապես անհրաժեշտ է։ Մեր հաստատությունը խիստ կանոնակարգեր ունի։ Հենց դրա համար էլ խնդիրներ չպետք է լինեն, ընդհատեց Փարանձեմը, պահպանելով պրոֆեսիոնալ, բայց վճռական տոն։ Երբ խոսքը վերաբերում է անչափահասների համար թողնված այս մեծության ժառանգությանը, բոլոր ընթացակարգերը պետք է անթերի լինեն։ Ռոբերտը վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, փորձելով ժամանակ շահել իր մտքերը կարգի բերելու համար։ Ճշմարտությունն այն էր, որ նա նկատել էր Մարինեի հաշիվը մի քանի տարի առաջ, երբ սկսել էր դիտարկել, որ նրա կանոնավոր փոխանցումները կարող էին օգտագործվել որոշ ֆինանսական գործարքների համար, որոնք կօգնեին բանկին, հետաբար, իր սեփական դիրքին հաստատությունում։ Դոկտոր, ես կկազմակերպեմ այն ամենը, ինչ դուք պահանջում եք, ասաց նա վերջապես։ Բայց այդպիսի աուդիտը կարող է մի քանի շաբաթ տել։ Խնդիր չկա։ Մինչ այդ, ուզում եմ, որ երեխաների հիմնական կարիքների համար գումար տրամադրվի։ 500,000 դրամ, անհապաղ ծախսերի համար։ Ռոբերտը համաձայնեց, բայց նրա միտքն արդեն աշխատում էր այլ հնարավորությունների վրա։ Նա պետք է գտներ մի միջոց, հետաձգելու հաշվի ցանկացած խորը հետ։ Ակնություն, առնվազն ինչ կարողանար հետ բերել որոշ գործարքներ, որոնք թույլատրել էր, օգտագործելով Գագիկի փողերը որպես գրավ։ Նույն օրը կեսօրին Կառլոս Մարգարյանը զանգահարեց Ռոբերտին քաղաքի կենտրոնի հեռախոսախցիկից։ Խոսակցությունը կարճ էր, բայց բավարար, որպեսզի երկու տղամարդիկ համաձայնեցնեին իրենց ռազմավարությունները։ Փաստաբանն աուդիտ է պահանջում, տեղեկացրեց Ռոբերտը, նյարդայնորեն շուրջը նայելով, որպեսզի համոզվի, որ մենակ է իր սենյակում։
Մենք պետք է արագացնենք մեր ծրագրերը, պատասխանեց Կառլոսը։ Ես հենց այսօր կներկայացնեմ երեխաների խնամակալության դիմում։ Պնդում, որ տարեց Հարանուհին նրանց պատշաճ կերպով խնամելու պայմաններ չունի։ Իսկ եթե աուդիտը բացահայտի մեր կատարած ներդրումները, ժամանակ չի լինի։ Երբ ես ունենամ երեխաների օրինական խնամակալությունը, կկարողանամ թույլատրել հաշվի ցանկացած շարժ։ Հետո մնացածը կլուծենք։ Ռոբերտն անջատեց հեռախոսը արագ բաբախող սրտով։ Նա գիտեր, որ ներգրավված է մի իրավիճակում, որը կարող էր ոչնչացնել իր կարիերան կյանքը, բայց այժմ արդեն շատ ուշ էր հետ կանգնելու համար։ Գումարը, որը նա պարտքով էր վերցրել Գագիկի հաշվից անձնական ներդրումների համար, պետք է արագ վերադարձվեր, այլապես նա շատ լուրջ հետանքների կբախվեր։ Մինչդեռ Մալաթիա Սեբաստիայում տիկին Անահիտը սկսեց զգալ որոշ ախտանիշներ, որոնք անհանգստացրին նրան։ Կրծքավանդակի ցավեր, որոնք հայտնվում էին հատկապես, երբ նա նյարդայնանում կամ հուզվում էր, շնչահեղձություն տնային գործեր անելիս, մի հոգնածություն, որը կարծես չէր անցնում նույնիսկ մի ամբողջ գիշեր քնելուց հետո։ Նա թաքցրել էր այդ ախտանիշները երեխաներից, նրանց չանհանգստացնելու համար, բայց գիտեր, որ պետք է բժշկի դիմի։ Խնդիրն այն էր, որ Գագիկին Լոնին խնամելու համար կատարած լրացուցիչ ծախսերի պատճառով նա հետաձգել էր մի քանի այցելություն պլանային հետազոտություն։ Գագիկը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ տիկին Անահիտի հետ, երբ տեսավ, թե ինչպես նա ընթրիքը պատրաստելիս հանկարծակի նստեց, ձեռքը կրծքին դնելով ցավի արտահայտությամբ։ Տիկին Անահիտ, լավ եք, հարցրեց նա, անմիջապես թողնելով տետրը, որտեղ տնային աշխատանքն էր անում։ Այո, որդի։ Ուղղակի մի քիչ հոգնած եմ, պատասխանեց նա, փորձելով ժպտալ, բայց Գագիկը նկատեց, որ ժպիտը բնական չէր։ Դուք պետք է բժշկի գնաք, պնդեց տղան մի անհանգստությամբ, որը խորապես հուզեց տարեց կնոջ սիրտը։ Գագիկ, բժիշկը թանկ է, որդիս։ Եվ ես չեմ ուզում, որ դուք ինձ համար անհանգստանաք։ Այդ գիշեր Գագիկը չկարողացավ քնել, մտածելով երկու բանի մասին։ Իրենց հորեղբայրը ներկայացող տղամարդու տարօրինակ պահվածքի տիկին Անահիտի առողջության մասին։ Նա գիտեր, որ բավարար գումար ունի լուծելու նրա ցանկացած բժշկական խնդիր, բայց նա գիտեր, որ ժառանգությանը հասանելիություն ստանալու իրավական գործընթացները բարդ են։ Շաբաթ առավոտյան Գագիկը որոշում կայացրեց։ Զանգահարեց Փարանձեմ Ավետիսյանին, բացատրեց տիկին Անահիտի առողջական վիճակը։ Փաստաբանն անմիջապես հասկացավ իրավիճակի հրատապությունը, խոստացավ արագացնել ավելի մեծ գումարի տրամադրումը, անհրաժեշտ բժշկական ծախսերը հոգալու համար։ Գագիկ, ես կստանամ արտակարգ դատական թույլտվություն, ասաց նա։ Մինչ երկուշաբթի մենք կունենանք առնվազն 1.5 միլիոն դրամ տիկին Անահիտին խնամելու համար։ Բայց այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ Կառլոս Մարգարյանն ու Ռոբերտ Մելիքյանը հանգստյան օրերն անցկացրել էին, պատրաստելով մի ծրագիր, որը կարող էր շատ բարդացնել ողջ իրավիճակը։ Կառլոսը գտել էր անբարեխիղճ մի փաստաբանի, ով մասնագիտացած էր խնամակալության գործերում, նրանք միասին պատրաստել էին մի հայց, որը պետք է կայացվեր երկուշաբթի առավոտյան։ Փաստաթղթում պնդվում էր, որ 72 տարեկան Անահիտ Սարգսյանը, ով ունի սրտային խնդիրներ, ֆիզիկական-ֆինանսական պայմաններ չունի երկու երեխաներին պատշաճ կերպով խնամելու համար։ Պահանջվում էր անհապաղ խնամակալությունը փոխանցել Կառլոս Մարգարյանին, արյունակից ազգականին անչափահասների միակ հայտնի հարազատին։ Որպես ապացույց, հայցը ներառում էր այն պարզ տան լուսանկարները, որտեղ ապրում էին երեխաները, կասկածելի ճանապարհով ձեռք բերված բժշկական զեկույցներ տիկին Անահիտի առողջության մասին, հարանների հայտարարություններ, որոնք մանիպուլյացիայի էին ենթարկվել կամ սխալ տեղեկացվել ընտանիքի իրական իրավիճակի մասին։ Ռոբերտը իր հերթին պատրաստել էր մի շարք փաստաթղթեր, որոնք կդժվարացնեին Գագիկի հաշվի ցանկացած անհապաղ աուդիտ։ Նա գումարների մի մասը փոխանցել էր երկարաժամկետ ներդրումների, որոնք չէին կարող անմիջապես հետ վերցվել, ստեղծել էր մի շարք կեղծ վճարներ տուրքեր, որոնք կարդարացնեին մնացորդում հայտնաբերված ցանկացած տարբերություն։ Կիրակի առավոտյան Գագիկն արթնացավ վա նախազգացումով։ Տիկին Անահիտը գիշերը վատ էր անցկացրել, ավելի ուժեղ կրծքավանդակի ցավերով, նա ստիպված էր եղել մի քանի անգամ օգնել նրան գիշերվա ընթացքում։ Լոնը, վախեցած իրավիճակից, քնել էր ավագ եղբոր մահճակալում, փնտրելով այն հարմարավետությունն ու պաշտպանությունը, որը Գագիկը միշտ ներկայացրել էր իր համար։ Գագիկ, ասաց տիկին Անահիտը սովորականից ավելի թույլ ձայնով, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պետք է անմիջապես զանգահարես դոկտոր Փարանձեմին։
Օտարներից օգնություն չընդունես, ոչ մի թուղթ չստորագրես, այս տնից առանց նրա թույլտվության դուրս չգաք։ Այդպես մի խոսեք, տիկին Անահիտ, պատասխանեց Գագիկը, բռնելով նրա ձեռքը։ Դուք կլավանաք։ Հենց վաղը կգնանք բժշկի, մայրիկիս փողով մենք ձեզ լավ կխնամենք։ Բայց տիկին Անահիտը, ով շատ էր ապրել, շատ դժվար իրավիճակներ տեսել, գիտեր, որ ինչ-որ բան մոտենում է։ Նա կարող էր զգալ օդում այն լարվածությունը, որը նախորդում է մեծ փոթորիկներին, նրա միակ մտահոգությունն այն էր, որ Գագիկն ու Լոնը պաշտպանված լինեն, երբ այդ փոթորիկը հասնի։ Կեսօրին, երբ Գագի կնօգնում էր տիկին Անահիտին սրտի դեղը խմել, նա մի բան ասաց, որը դաջվեց նրա հիշողության մեջ։ Որդիս, մայրդ շատ իմաստուն կին էր։ Նա գիտեր, որ կյանքը ձեզ փորձելու է, դրա համար թողեց այս պաշտպանությունը։ Բայց հիշիր, փողը միայն գործիք է։ Այն, ինչ իսկապես կպաշտպանի ձեզ, խելքն է, քաջությունը, սերը, որը նա ցանել է ձեր սրտերում։ Գագիկն ամուր գրկեց տիկին Անահիտին, զգալով, որ նա փորձում է իրեն շատ կարևոր դաս տալ։ Նա դեռ հստակ չգիտեր, թե ինչ մարտահրավերներ են իրեն սպասում, բայց զգում էր, որ իր կյանքը պատրաստվում է նորից փոխվել, որ այս անգամ նա պետք է լինի ավելի ուժեղ խիզախ, քան եղել էր այն առավոտյան բանկում։ Կիրակի գիշերն անցավ դանդաղ, Գագիկը մի քանի անգամ արթնացավ, ստուգելու, թե արդյոք տիկին Անահիտը նորմալ շնչում է։ Լոնը խորը քնած էր, անտեղյակ եղբոր հոգսերից, բայց նույնիսկ երազում նա մրմնջում էր մոր անունը, կարծես իր մանկական հոգին իմանար, որ գալիք օրերին նրա կարիքն ավելի շատ կզգա, քան երբե։ Երկուշաբթին երանում մռայլ սկսվեց, այն ծանր ամպերով, որոնք անձր են կանխագուշակում, կարծես արտացոլում են կյանքի դժվար պահերը։ Գագիկը վաղ արթնացավ, ինչպես միշտ անում էր Լոնի համարն։ Ախաճաշ պատրաստելու, բայց տիկին Անահիտին գտավ խոհանոցում նստած, գունատ դժվարությամբ շնչելիս։ Նա գիշերն անքուն էր անցկացրել, կրծքավանդակի ցավերով, որոնք ամեն ժամ ուժեղանում էին։ Տիկին Անահիտ, դուք չպետք է վեր կենայիք, ասաց Գագիկը, վազելով նրան օգնելու։ Ես հիմա կզանգեմ դոկտոր Փարանձեմին։ Հանգիստ որդիս, պատասխանեց նա, փորձելով ժպտալ, բայց ցավն ակնհայտ էր նրա դեմքին։ Դեռ շատ վաղ է։ Եկ սպասենք գոնե մինչ ժամը 8-ը։ Գագիկը երիցուկի թեյ պատրաստեց, այն բաղադրատոմսերից մեկը, որը մայրն էր սովորեցրել նյարդայնության անհանգստության պահերի համար։ Մինչ ջուրը տաքանում էր, նա դիտում էր տիկին Անահիտին, զգում, որ մի տագնապ է աճում իր կրծքում։ Այն կինը, ով դարձել էր իր երկրորդ մայրը, ակնհայտորեն անհապաղ բժշկական օգնության կարիք ուներ։ Լոնն արթնացավ, անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Փոքր երեխաներին բնորոշ զգայունությամբ նա մոտեցավ տիկին Անահիտին, առանց մի բառ ասելու, պարզապես գրկեց նրա ոտքը, առաջարկելով միակ մխիթարությունը, որը գիտեր։ Ուղիղ ժամը 8-ին Գագիկը զանգահարեց Փարանձեմին։ Փաստաբանը պատասխանեց առաջին իսկ զանգից, կարծես սպասում էր զանգին։ Գագիկ, բարի լույս։ Ինչպե՞ս է տիկին Անահիտը։ Դոկտոր, նա շատ վատ է։ Գիշերը կրծքավանդակի ցավով է անցկացրել, չի կարողանում նորմալ շնչել։ Շտապ բժշկի պետք է գնա։ 1 ժամից կգամ ձեզ տանելու։ Արդեն ստացել եմ դատական թույլտվությունը, բժշկական արտակարգ իրավիճակների համար 1.5 միլիոն դրամ տրամադրելու։ Ուղիղ կգնանք Արամյանց բժշկական կենտրոն։ Փարանձեմն անջատեց հեռախոսը, անմիջապես չեղարկեց առավոտվա բոլոր հանդիպումները։ Գագիկի մեջ կար մի բան, որը խորապես հուզում էր նրան, վաղաժամ հասունության մանկական խոցելիության մի համադրություն, որն իր մեջ արթնացնում էր մի պաշտպանական բնազդ, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Մինչ սպասում էին Փարանձեմի գալուն, Գագիկն օգնեց տիկին Անահիտին հագնվել, մի փոքր պայուսակ հավաքեց նրա ընդունած դեղերով։ Լոնը, թելիովին չհասկանալով իրավիճակի լրջությունը, օգնում էր, ինչպես կարող էր, բերելով հարանուհու կոշիկները մի քանի թխվածքաբլիթ դնելով տոպրակի մեջ։ Հենց այդ պահին ժամանեց Կարլոս Մարգարյանը, ուղեկցությամբ մի կնոջ, ով ներկայացավ որպես սոցիալական աշխատող 2 կոստյումով տղամարդկանց, ովքեր ակնհայտորեն դատական կատարածուներ էին։ Խումբը ժամանեց 2 մեքենաներով, ստեղծելով մի վախեցնող մթնոլորտ, որն անմիջապես տագնապի մեջ գցեց Գագիկին։ Գագիկ, Լոն, ասաց Կարլոսը, փորձելով հայրական հնչել, եկել եմ ձեզ տանելու։ Ստացել եմ դատական թույլտվություն, ձեզ խնամելու համար։ Գագիկը զգաց, որ արյունը սառեց։ Ինչ թույլտվություն։ Մենք չենք ուզում ձեզ հետ գնալ։ Սոցիալական աշխատող ներկայացող կինը մոտեցավ արհեստական ժպիտով։ Բար, երեխաներ։
Ես Ռեգինա Մուրադյանն եմ, խնամակալության հոգաբարձության մարմնից։ Մենք ահազանգ ենք ստացել, որ դուք ապրում եք անբավարար պայմաններում։ Ինչ անբավարար պայմաններ, հարցրեց Գագիկը մի վրդովմունքով, որը զարմացրեց մեծահասակներին։ Մենք այստեղ լավ ենք։ Դատական կատարածուներից մեկը փաստաթուղթ ցույց տվեց։ Տղա, դատական կարգով որոշվել է, որ դուք պետք է փոխանցվեք պարոն Կարլոս Մարգարյանի խնամակալությանը, արյունակից ազգականի։ Ձեզ խնամող տարեց կինն այդ պատասխանատվության համար առողջական պայմաններ չունի։ Գագիկը նայեց տիկին Անահիտին, ով նստած էր խոհանոցի աթոռին, ակնհայտորեն թուլացած, բայց վրդովմունքից փայլող աչքերով։ Նույնիսկ հիվանդ, նա թույլ չէր տա, որ իր երեխաներին տանեն առանց պայքարի։ Ես սա չեմ ընդունում, ասաց տիկին Անահիտը թույլ, բայց վճռական ձայնով։ Այս երեխաները փաստաբան ունեն։ Դուք չեք կարող նրանց տանել, առանց դոկտոր Փարանձեմ Ավետիսյանի հետ խոսելու։ Կարլոսը նշանակալից հայացք փոխանակեց Ռեգինայի հետ։ Տիկին Անահիտ, փաստաբանը երեխաների նկատմամբ իրավական լիազորություն չունի։ Ես ամենամոտ ազգականն եմ, դատավորը որոշել է, որ դա ավելի լավ է նրանց համար։ Ավելի լավ է ո՞մ համար, հարցրեց դռան մոտից լսված վճռական մի ձայն։ Փարանձեմը ժամանել էր լսել խոսակցության մի մասը։ Ո՞վ եք դուք, ինչ թույլտվություն է սա։ Փաստաբանի ներկայությունն անմիջապես փոխեց իրավիճակի դինամիկան։ Ռեգինան փորձեց պահպանել պաշտոնական կեցվածքը, բայց ակնհայտ էր, որ չէր սպասում հանդիպել մի մասնագետի, ով պատրաստ էր կասկածի տակ դնել իր ընթացակարգերը։ Ես Ռեգինա Մուրադյանն եմ, սոցիալական աշխատող։ Մենք կատարում ենք դատական որոշում այս երեխաների խնամակալությունը փոխանցելու համար, ասաց նա, Փարանձեմին մեկնելով փաստաթղթի պատճենը։ Փարանձեմն արագ կարդաց թուղթը, անմիջապես հայտնաբերեց մի քանի անկանոնություններ։ Այս փաստաթուղթը տրվել է որպես միջանկյալ միջոց, առանց շահագրգիռ կողմի լսումների, առանց պատշաճ սոցիալական փորձաքննության, առանց անչափահասների գերակա շահի հաշվի առնման։ Դա իրավաբանորեն վիճելի է։ Կարլոսը զայրացավ փաստաբանի միջամտությունից։ Դոկտոր, պարոն դատավորն արդեն որոշել է։ Այս երեխաներին կայուն ընտանիք է պետք, ոչ թե հիվանդ հարանուհի։ Իսկ դուք երբվանից եք կայուն ընտանիք, հակադարձեց Փարանձեմը, քննադատական հայացքով ուսումնասիրելով Կարլոսին։ Գագիկ, դու այս մարդուն ճանաչում էիր նախորդ շաբաթվանից առաջ։ Ոչ, դոկտոր։ Մայրս երբեք նրա մասին չի խոսել, պատասխանեց Գագիկը, մոտենալով Փարանձեմին, կարծես նա ապահով նավահանգիստ լիներ։ Փարանձեմը հանեց իր բջջայինը, զանգահարեց որոշումը կայացրած դատար։ Անի գրասենյակ։ 5 րոպեանոց խոսակցությունից հետո նա անջատեց հեռախոսը հաղթական արտահայտությամբ։ Պարոն Այկ, ես հենց նոր ստուգեցի, այս միջանկյալ միջոցը տրվել է հրատապ կարգով, բայց չի ունեցել հրապարակման օրինական ժամկետ։ Դուք փորձում եք կատարել մի որոշում, որը դեռ պաշտոնապես ուժի մեջ չէ։ Բացի այդ, ես հենց հիմա կներկայացնեմ այս միջանկյալ միջոցը կասեցնելու միջնորդություն։ Դատական կատարածուները միմյանց նայեցին, ակնհայտորեն շփոթված։ Հասկանալի էր, որ նրանց օգտագործել են անկանոն գործընթացում, նրանք չէին ուզում ներգրավվել մի իրավիճակում, որը կարող էր նրանց մասնագիտական խնդիրներ պատճառել։ Դոկտոր, ասաց կատարածուներից մեկը, եթե որոշման վավերականության վերաբերյալ իրավական վիճարկումներ կան, ավելի լավ է սպասենք պաշտոնական հաստատման։ Կարլոսը հասկացավ, որ իր ծրագիրը փլուզվում է։ Նա հույսը դրել էր ահաբեկման ներգրավված մարդկանց իրավական գիտելիքների բացակայության վրա, բայց չէր սպասում հանդիպել այդքան պատրաստված վճռական փաստաբանի։ Սա անհեթեթություն է, բղավեց նա, լիովին կորցնելով ին քննադիրապետումը։ Այս երեխաներն ավելի լավ կյանքի իրավունք ունեն։ Այս հիվանդ կինը չի կարող նրանց խնամել, իսկ այս փաստաբանին հետաքրքրում է միայն փողը։ Փարանձեմի դեմ ուղված մեղադրանքը վերջին կաթիլն էր, որը պակասում էր Գագիկի պայթելու համար։ Դուք ոչինչ չգիտեք մեր մասին։ Տիկին Անահիտը մեզ խնամել է ավելի շատ սիրով, քան դուք երբեք կկարողանայիք։ Իսկ դոկտոր Փարանձեմը մեզ օգնում է ձրի, որովհետև նա լավ մարդ է։ Լոնը, ով մինչ այդ լուռ էր մնացել, մոտեցավ Կարլոսին փոքր երեխաների դաժան անկեղծությամբ ասաց. Դուք ինձ դուր չեք գալիս։ Դուք չար աչքեր ունեք։ Լոնի անմեղ դիտարկումը ընդհանուր անհարմարություն առաջացրեց։ Ռեգինան հասկացավ, որ իրավիճակը բարդանում է շատ ավելին, քան նախատեսված էր, որոշեց հեռանալ, նախքան իր սեփական մասնագիտական հեղինակությունը կվտանգվեր։
Պարոն Կառլոս, կարծում եմ ավելի լավ է սպասենք նոր դատական որոշման։ Ես կկազմեմ ավելի մանրամասն զեկույց երեխաների կյանքի պայմանների մասին, ասաց նա, արդեն շարժվելով դեպի դուռը։ Խմբի հեռանալուց հետո Փարանձեմը շրջվեց դեպի տիկին Անահիտը, ով ողջ քննարկման ընթացքում նստած էր մնացել, ակնհայտորեն հյուծված հուզական լարվածությունից։ Տիկին Անահիտ, հիմա գնում ենք հիվանդանոց։ Գագիկ, վերցրու որոշ հիմնական փաստաթղթեր, եկեք նախ ձեր առողջությունը կարգավորենք։ Մնացածի մասին հետո կհոգանք։ Հիվանդանոց գնալու ճանապարհին Փարանձեմը զանգահարեց մի մասնավոր խուզարկուի, ում ճանաչում էր այլ գործերից։ Մարկոս Սարգսյանը նախկին ոստիկան էր, ով մասնագիտացել էր խարդախության հետաքննություններում, անթերի հեղինակություն ուներ իրավաբանական շրջանակներում։ Մարկոս, ինձ շտապ հետաքննություն է պետք։ Կառլոս Մարգարյան անունով մի տղամարդ, ով պնդում է, թե 2 երեխաների հորեղբայրն է, հայտնվել է ոչ մի տեղից հետաքրքրված զգալի ժառանգությամբ։ Ուզում եմ ամեն ինչ իմանալ նրա մասին։ Փարանձեմ, տվյալներն ուղարկիր WhatsApp-ով, մինչ վաղը քեզ ամբողջական զեկույց կուղարկեմ, պատասխանեց Մարկոսը։ Եթե խարդախության հոտ է գալիս, ես կբացահայտեմ։ Հիվանդանոցում բժիշկները հաստատեցին, որ տիկին Անահիտն ունի սրտի լուրջ առիթմիա, հավանաբար առաջացած վերջին օրերի հուզական սթրեսից։ Նրան անհրաժեշտ կլիներ վիրահատություն, սրտի ռիթմավար տեղադրելու համար, ընթացակարգը կարժենար մոտ 15 միլիոն դրամ մասնավոր հիվանդանոցում, քանի որ պետպատվերով 6 ամսվա հերթ կար։ Դոկտոր, ասաց Գագիկը, բռնելով տիկին Անահիտի ձեռքը, մինչ նա պառկած էր սայլակի վրա, իմ ժառանգության փողն օգտագործեք նրան վիրահատելու համար։ Մայրս դա կուզենար։ Փարանձեմը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Այդ 10 տարեկան տղայի առատաձեռնությունն ու հասունությունը տպավորիչ էին։ Գագիկ, ես ամեն ինչ կկազմակերպեմ։ Տիկին Անահիտը կստանա հնարավոր լավագույն բուժումը։ Մինչ տիկին Անահիտը նախավիրահատական հետազոտություններ էր անցնում, Փարանձեմը զանգ ստացավ Մարկոսից։ Փարանձեմ, դու ճիշտ էիր։ Այս Կառլոս Մարգարյանը լիակատար կեղծիք է։ Ինչ ես ուզում ասել։ Նախ, նա երեխաների ազգականը չէ։ Նրա իրական անունը Կառլոս Միրզոյան է, նա ունի ժառանգությունների հետ կապված խարդախության փորձերի պատմություն։ Երկրորդ, սա ավելի լուրջ է, նա բաժնետեր է ֆինանսական խորհրդատվական ընկերությունում Ռոբերտ Մելիքյանի հետ։ Ռոբերտ Մելիքյանի։ Բանկի տնօրենի։ Հենց նրա։ Ընկերությունը կոչվում է Երան Investments SP, վերջին ամիսներին նրանք կասկածելի գումարներ են շրջանառել։ Փարանձեմ, կարծում եմ, այս մարդիկ օգտագործում են բանկի ներքին տեղեկատվությունը խարդախություններ իրականացնելու համար։ Մարկոսի բացահայտումը հաստատեց Փարանձեմի բոլոր կասկածները։ Իրավիճակը շատ ավելի լուրջ էր, քան նա պատկերացնում էր։ Խոսքը ոչ միայն օպորտունիստ ազգականի մասին էր, ով փորձում էր օգտվել որբ երեխաներից, այլ կազմակերպված խարդ ախության սխեմայի, որում ներգրավված էին բանկի աշխատակիցներ։ Մարկոս, ինձ փաստաթղթային ապացույցներ են պետք։ Ամեն ինչ, ինչ կարողանաս գտնել ֆինանսական շարժի, հատկապես Գագիկի հաշվի մասին։ Կասկածում եմ, որ նրանք կարող էին դիպչել փողերին։ Արդեն աշխատում եմ դրա վրա։ Բանկային ոլորտում կապեր ունեմ, որոնք կարող են օգնել։ Նախնական զեկույց կուղարկեմ մինչ վաղը երեկո։ Փարանձեմն անջատեց հեռախոսը զայրույթի վճռականության խառնուրդով։ Նա իր կարիերայի ընթացքում շատ կոռուպցիայի խարդախության գործերի հետ էր առնչվել, բայց հազվադեպ էր հանդիպել այնքան ստոր բանի, որքան որբ երեխաների ժառանգությունը գողանալու փորձը։ Գագիկն ու Լոնը սպասում էին հիվանդանոցի միջանցքում, ուտելով մի բուտերբրոդ, որը Փարանձեմը գնել էր ճաշարանից։ Ավագ տղան դիտում էր բժիշկների բուժքույրերի շարժը, փորձելով նրանց դեմքերից հասկանալ, թե արդյոք տիկին Անահիտը իսկապես վտանգի մեջ է։ Դոկտոր, հարցրեց Գագիկը, երբ Փարանձեմը մոտեցավ նրանց, տիկին Անահիտը կլավանա։ Այո, Գագիկ։ Վիրահատությունը բարդ է, բայց բժիշկները շատ լավն է։ Մի քանի օրից նա տանը կլինի, նորից ձեզ կխնամի, պատասխանեց Փարանձեմը, նստելով տղաների կողքին։ Իսկ այն մարդը, նա իսկապես կարող է մեզ տանել։ Փարանձեմը պաշտպանողաբար գրկեց Գագիկին։ Ոչ, քանի դեռ ես եմ ձեզ խնամում։ Ես բացահայտեցի, որ նա այն չէ, ինչ ներկայանում է, արդեն ձեռնարկում եմ իրավական միջոցներ, ձեզ պաշտպանելու համար։
Լոնը փաթաթվեց Փարանձեմի մյուս կողմից, այդ պահին նա զգաց մի պատասխանատվություն, որը շատ ավելին էր, քան պրոֆեսիոնալը։ Այդ երկու խիզախ սիրալիր երեխաները լիովին գրավել էին նրա սիրտը։ Հաջորդ առավոտյան, մինչ տիկին Անահիտը պատրաստվում էր վիրահատության, Փարանձեմը ստացավ Մարկոսի զեկույցը։ Տեղեկություններն ավելի ցնցող էին, քան նա պատկերացնում էր։ Ռոբերտ Մելիքյանն օգտագործել էր Գագիկի հաշվի գումարը, Կարլոս Միրզոյանի հետ ունեցած ընկերության անունից ռիսկային ներդրումներ կատարելու համար։ Ավելի քան 35 միլիոն դրամ յուրացվել էր վերջին 2 տարիների ընթացքում։ Փարանձեմն անմիջապես դիմեց դատախազություն ազգային անվտանգության ծառայություն։ Գործը ներառում էր հ. Անցագործություն ազգային ֆինանսական համակարգի դեմ, խարդախություն անգործունակի նկատմամբ, հանցավոր խմբավորում յուրացում։ Պատիժները կարող էին հասնել 20 տարվա ազատազրկման, յուրաքանչյուր ներգրավվածի համար։ Ոստիկանական հետաքննությունն արագ արդյունավետ էր։ Մարկոսի տրամադրած ապացույցներով Կենտրոնական բանկի տեխնիկական աջակցությամբ 48 ժամից էլ քիչ ժամանակում իրավապահները բացահայտել էին ողջ հանցավոր սխեման։ Ռոբերտն ու Կարլոսը միակ ներգրավվածները չէին։ Կար մի ցանց, որը մասնագիտացած էր խոցելի մարդկանց ժառանգությունները բացահայտելու բարդ խարդախություններ իրականացնելու մեջ։ Հինգշաբթի առավոտյան, մինչ Գագիկն ու Լոնը հիվանդանոցում նախաճաշում էին այն մահճակալի կողքին, որտեղ տիկին Անահիտը վերականգնվում էր հաջող վիրահատությունից, նրանք հիվանդասենյակի հեռուստացույցով տեսան այն լուրը, որը վերջնականապես կփոխեր իրենց կյանքը։ ԱԾԻ կորուսյալ ժառանգություն գործողությունը ձերբակալում է բանկային խարդախություններում մասնագիտացած հանցախմբի, հայտարարեց լրագրողուհին։ Ձերբակալվածների թվում են Ռոբերտ Մելիքյանը, Հայաստանի կենտրոնական բանկի հյուսիսային պողոտայի մասնաճյուղի տնօրենը, Կարլոս Միրզոյանը, ով ներկայանում էր որպես որբ երեխաների ազգական, միլիոնավոր դրամների ժառանգություններին հասանելիություն ստանալու համար։ Գագիկը դիտեց ռեպորտաժը թեթացման անհավատության խառնուրդով։ Այն ամենը, ինչ ասել էր Փարանձեմը, հաստատվում էր, նա այժմ հասկանում էր, թե որքան միամիտ էր եղել, գրեթե հավատալով իրեն հորեղբայր ներկայացնող տղամարդուն։ Գագիկ, Սաց տիկին Անահիտը, դեռ թույլ, բայց բավարարվածությունից փայլող աչքերով, մայր ձեզ պաշտպանում է այնտեղ, վերից։ Նա գիտեր, որ դուք վատ մարդկանց եք հանդիպելու, դրա համար թողեց ոչ միայն փողը, այլ լավ մարդկանց դրեց ձեր ճանապարհին։ Տիկին Անահիտի վիրահատությունը լիակատար հաջողություն ունեցավ։ Ռիթմավարը կատարյալ աշխատում էր, բժիշկները երաշխավորեցին, որ նա առջում առողջ կյանքի շատ տարիներ ունի։ Վիրահատության արժեքը վճարվեց Գագիկի ժառանգության գումարով, ճիշտ այնպես, ինչպես տղան ցանկացել էր։ Բայց լավագույն նորությունը եկավ ուրբաթ օրը։ Փարանձեմը հիվանդանոց ժամանեց փաստաթղթերով լի պայուսակով մի ժպիտով, որը լուսավորում էր ողջ միջանցքը։ Գագիկ, Լոն, ձեզ համար անակնկալ ունեմ, ասաց նա, մոտենալով մահճակալին, որտեղ երեքով հավաքվել էին։ Ինչ անակնկալ, դոկտոր, հարցրեց Լոնը, հետաքրքրությունից լի աչքերով։ Արդարադատությունը որոշել է, որ ձեր հաշվից յուրացված ողջ գումարը պետք է վերադարձվի, գնաճի ճշգրտման տոկոսներով։ Բացի այդ, բանկը կվճարի փոխհատուցում բարոյական վնասի համար։ Դա նշանակում է, որ 82 միլիոն դրամի փոխարեն դուք այժմ ունեք 117 միլիոն դրամ, ասաց Փարանձեմը, հազիվ զսպելով իր իսկ հուզմունքը։ Գագիկը մի քանի րոպե լուռ մնաց, ընկալելով այդ տեղեկությունը։ Հետո նայեց տիկին Անահիտին, ասաց. Հիմա կարող ենք վերանորոգել մեր տունը, գնել բոլոր դեղերը, որոնք ձեզ անհրաժեշտ են, դեռ կմնա, որ ես ու Լոնը սովորենք մինչ համալսարան։ Եվս մեկ բան կա, ասաց Փարանձեմը, պայուսակից հանելով մի ծրար։ Դատավորը հաստատել է իմ դիմումը, ձեր օրինական խնամակալը դառնալու համար։ Եթե դուք համաձայն եք, իհարկե։ Գագիկը նայեց Լոնին, հետո տիկին Անահիտին, վերջում Փարանձեմին։ Դոկտոր, դուք իսկապես ուզում եք մեզ խնամել։ Ամեն ինչից շատ եմ ուզում, Գագիկ։ Դուք իմ կյանքին յուրահատուկ իմաստ բերեցիք։ Լոնը ցատկեց աթոռից ամուր գրկեց Փարանձեմին։ Հիմա ես նոր մայրիկ ունեմ, իսկ տիկին Անահիտը շարունակում է մեր տատիկը լինել։ Տիկին Անահիտը ժպտաց արցունքոտ աչքերով։ Մարինե, ընկերուհիս, քո երեխաները գտան ոչ միայն պաշտպանություն, այլ մի ընտանիք, որը նրանց կսիրի այնպես, ինչպես դու էիր սիրում։ Այդ հիվանդասենյակում, շրջապատված մարդկանց ջերմությամբ, ովքեր դարձել էին ընտանիք, Գագիկը զգաց, որ մայրն իսկապես խնամում է իրենց ինչ-որ յուրահատուկ տեղից։ Ժառանգությունը, որը նա թողել էր, միայն փող չէր։
Դա ապացույցն էր, որ իսկական սերը միշտ գտնում է մի միջոց, պաշտպանելու նրանց, ում սիրում ենք, նույնիսկ երբ մենք այլս այստեղ չենք, անձամբ նրանց խնամելու համար։ Ուրբաթ երեկոնս մեկ անակնկալ բերեց։ Յուլիանա Սահակյանը, բանկի աշխատակցուհին, ով պաշտպանել էր Գագիկին այն առաջին առավոտյան, հիվանդանոց եկավ ծաղիկներով անսպասելի լուրով։ Գագիկ, ուզում էի անձամբ քեզ մի նորություն հայտնել, ասաց նա անկեղծ ժպիտով։ Ինձ նշանակել են մասնաճյուղի կառավարիչ։ Առաջին բանը, որ արեցի, անչափահասների սպասարկման համար հատուկ կանոնակարգ ստեղծելն էր։ Ոչ մի երեխա այլս չի անցնի նրա միջով, ինչի միջով դու անցար։ Գագիկը ջերմորեն գրկեց Յուլիանային։ Շնորհակալ եմ, որ այն օրն ինձ պաշտպանեցիք։ Դուք առաջին մարդն էիք, ով ինձ հարգանքով վերաբերվեց։ Գագիկ, դու ինձ սովորեցրիր, որ քաջությունը տարիք չունի։ 10 տարեկան մի տղա ինձ արժանապատվության դաս տվեց, որը ես երբեք չեմ մոռանա։ Երբ բոլորը հրաժեշտ տվեցին դուրս եկան հիվանդանոցից, Գագիկը Փարանձեմի Լոնի հետ քայլում էր հյուսիսային պողոտայով, նույն այն պողոտայով, որտեղ ամեն ինչ սկսվել էր մի քանի օր առաջ։ Քաղաքի աշխույժ շարժը նույնն էր, բայց Գագիկի համար աշխարհը լիովին փոխվել էր։ Նա այս ձեռքում բռնել էր մոր դեղնած թուղթը, որն այժմ զգուշորեն պահվում էր մի նոր թղթապանակում, որը Փարանձեմն էր տվել իրեն։ Ձախ ձեռքում բռնել էր Լոնի ձեռքը։ Իսկ սրտում պահում էր այն համոզմունքը, որ նույնիսկ ամենադժվար պահերին միշտ կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու ճշմարտության համար։ Դոկտոր Փարանձեմ, ասաց Գագիկը, մինչ սպասում էին լուսացույցի կանաչ լույսին, փողոցն անցնելու համար, երբ մեծանամ, ուզում եմ ձեզ պես փաստաբան դառնալ։ Ինչու, Գագիկ։ Ինձ ու Լոնի պես ուրիշ երեխաներին պաշտպանելու համար։ Որպեսզի նրանք էլ ունենան մեկին, ով կպայքարի իրենց համար։ Փարանձեմը ժպտաց, իմանալով, որ այն խիզախ տղան, ում նա հանդիպել էր այն բանկում, անկասկած կդառնա արտասովոր մարդ։ Մարինեի ժառանգությունը պաշտպանել էր իր որդիներին, բայց իրական հարստությունը, որը նա թողել էր, քաջությունն էր, առատաձեռնությունը սիրելու ունակությունը, որոնք փայլում էին Գագիկի Լոնի աչքերու։ 6 ամիս էր անցել այն իրադարձություններից, որոնք ընդմիշտ փոխեցին Գագիկի Լոնի կյանքը։ Երան էր հասնում աշունն իր զով առավոտներով դեռ տաք կեսօրներով, քաղաքը շարունակում էր իր արագընթաց ռիթմը, անտարբեր այն փոքր հեղափոխությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում սովորական մարդկանց կյանքում։ Ընտանիքի նոր տունը գտնվում էր քաղաքի արաբկիր շրջանի մի հանգիստ թաղամասում։ Դա մեկ հարկանի տուն էր, 3 ննջասենյակով, ընդարձակ բակով, որտեղ Լոնը կարող էր խաղալ, մի հատուկ անկյունով, որը Գագիկը հատկացրել էր տիկին Անահիտի աճեցրած բուժիչ բույսերին։ Տարեց Հարանուհին այժմ ուներ իր սեփական սենյակը, որը սիրով զարդարել էր Փարանձեմը, ով բացահայտվել էր ոչ միայն որպես նվիրված խնամակալ, այլ իսկական մայր տղաների համար։ Գագիկը շատ էր մեծացել այս ամիսների ընթացքում, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ 11 տարեկանում նա ցուցաբերում էր տպավորիչ հասունություն, բայց առանց կորցնելու մանկությանը բնորոշ քնքշությունն ու անմիջականությունը։ Լոնը իր հերթին ծաղկել էր անվտանգության սիրո միջավայրում, դառնալով ավելի խոսուն, հետաքրքրասեր երջանիկ երեխա։ Այդ շաբաթ առավոտյան Փարանձեմը կարգի էր բերում որոշ փաստաթղթեր նոր տան հյուրասենյակում ստեղծած իր աշխատասենյակում։ Գագիկն օգնում էր նրան, թղթերը դասավորելով ըստ ժամանակագրական կարգի, մի առաջադրանք, որը նա սիրում էր, քանի որ դա իրեն օգտակար կարող էր զգալ տալիս ընտանեկան հարցերում։ Դոկտոր Փարանձեմ, ասաց Գագիկը, օգտագործելով այն պաշտոնական դիմելաձը, որը պահպանում էր նույնիսկ տան մտերմիկ միջավայրում, ես մի թղթապանակ գտա, որը չէի տեսել։ Փարանձեմը հայացքը բարձրացրեց փաստաթղթերից, տեսավ Գագիկին, ով բռնել էր դեղնած մի թղթապանակ, նման այն թղթին, որը նա տարել էր բանկ այն առաջին օրը։ Դա մի թղթապանակ էր, որը մոռացված էր մնացել Մարինեի կոշիկի տուփի խորքում, խառնված այլ թղթերի հետ, որոնք նրանք պահել էին որպես հուշ։ Ինչ կա ներսում, Գագիկ։ Տղան զգուշորեն բացեց թղթապանակը, գտավ որոշ փաստաթղթեր, որոնք արդեն ճանաչում էր, ծննդյան վկայականներ, Մարինեի աշխատանքային գրքույկը, որոշ հին լուսանկարներ։ Բայց թղթապանակի խորքում կար մի բան, գրավեց նրա ուշադրությունը, սպիտակ, կնքված ծրար, որի վրա ծանոթ ձեռագիր կար։ Գագիկին Լոնին, իմ ողջ սիրով, Մարինե։ Գագիկը զգաց, որ սիրտը արագացավ։ Նրա ձեռքերը թեթակի դողացին, ծրարը բռնելիս, կարծես դա սուրբ բան պարունակեր։ Փարանձեմը նկատեց տղայի հուզմունքը, մոտեցավ նրան։ Գագիկ, ուզում ես, որ միասին բացենք։ Տղան գլխով համաձայնեց, չկարողանալով խոսել։
Լոնը, ով խաղում էր բակում, հասկացավ, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում, վազեց տուն։ «Ինչ է դա», հարցրեց Լոնը երեխայի բնորոշ հետաքրքրասիրությամբ։ «Դա մեր մայրիկի նամակն է», պատասխանեց Գագիկը խեղդված ձայնով։ Փարանձեմն օգնեց Գագիկին զգուշորեն բացել ծրարը։ Ներսում 3 ձեռագիր թերթ կար, Մարինեի գեղեցիկ ձեռագրով։ Թերթերը համարակալված էին, կարծես նա խնամքով պլանավորել էր յուրաքանչյուր բառ, որը գրելու էր։ Գագիկը սկսեց բարձրաձայն կարդալ, բայց մի քանի բառից հետո ձայնը կտրվեց։ Փարանձեմը մեղմորեն վերցրեց թերթերը, շարունակեց ընթերցումը, փափուկ քնքուշ ձայնով։ «Իմ սիրելի որդիներ, իմ ամենաթանկ գանձեր, եթե դուք կարդում եք այս նամակը, նշանակում է, որ ես այլս այնտեղ չեմ, անձամբ ձեզ խնամելու համար։ Սիրտս կոտրվում է միայն այս պահը պատկերացնելիս, բայց մինույն ժամանակ հանգիստ է, որովհետև գիտեմ, որ ամեն ինչ պատրաստ եմ թողել, որպեսզի դուք ունենաք այն կյանքը, որը միշտ երազել եմ ձեզ համար։ Գագիկ, իմ խիզախ որդի, դու միշտ ավելի հասուն ես եղել, քան քո տարիքը։ Փոքրուց դու խնամում էիր Լոնին որպես պաշտպանող ավագ եղբայր, խնամում էիր ինձ, երբ ես հոգնած էի գալիս աշխատանքից։ Ուզում եմ, որ իմանաս, որ ամեն անգամ, երբ դու ինձ հարցնում էիր, թե ինչու եմ այդքան շատ աշխատում, ինչու մենք չունենք այն բաները, որոնք ունեն այլ ընտանիքներ, սիրտս ցավում էր, որովհետև ես ուզում էի քեզ տալ ամբողջ աշխարհը։ Լոն, իմ փոքրիկ նկարիչ, դու միշտ իմ ուրախությունն էիր դժվար օրերին։ Քո նկարները, փակցված խոհանոցի պատին, քո հարցերը ամեն ինչի մասին, քո ամուր գրկախառնությունները, երբ ես տուն էի գալիս։ Դու ինձ ամեն օր հիշեցնում էիր, որ կյանքը գեղեցիկ է, նույնիսկ երբ բարդ է թվում։ Ես ուզում եմ, որ դուք մի շատ կարևոր բան հասկանաք։ Ամեն մի դրամը, որ ես խնայել եմ ձեզ համար, արժեցել է մի զոհողություն, բայց դա եղել է ուրախությամբ արված զոհողություն։ Ամեն անգամ, երբ ես ինձ համար նոր հագուստ չեմ գնել, դա եղել է, որովհետև ես նախընտրել եմ ներդրում անել ձեր ապագայում։ Ամեն անգամ, երբ հրաժարվել եմ դուրս գալու հրավերից, դա եղել է, որովհետև այդ լրացուցիչ աշխատանքային ժամերը նշանակում էին ավելի շատ գումար ձեր հաշվի համար։ Դուք հավանաբար մտածում եք, թե ինչու ես երբեք չեմ պատմել այս փողի մասին։ Պատասխանը պարզ է։ Ես չէի ուզում, որ դուք ձեզ տարբեր զգաք մյուս երեխաներից, չէի ուզում, որ դուք դադարեք երազել, մտածելով, որ արդեն ամեն ինչ լուծված է։ Ես ուզում էի, որ դուք մեծանաք, իմանալով իրերի արժեքը, իմանալով, որ կյանքում ամեն ինչ իր գինն ունի, որ ամենակարևորը ոչ թե մեր ունեցած փողն է, այլ մեր կառուցած բնավորությունը։ Փարանձեմը դադար տվեց, նկատելով, որ Գագիկն ու Լոնը լուռ լալիս են։ Ինքն էլ զգում էր, որ աչքերը խոնավացել են, հուզված այն իմաստությունից, անպայմանական սիրուց, որոնք արտացոլվում էին Մարինեի յուրաքանչյուր բառում։ Գագիկ, շարունակեց կարդալ Փարանձեմը, դու պատասխանատու կլինես այս փողի համար, մինչ երկուստ էլ չափահաս դառնաք։ Գիտեմ, որ դա մեծ պատասխանատվություն է երեխայի համար, բայց ես քեզ լիովին վստահում եմ։ Օգտագործիր այս փողը նախ ձեզ պաշտպանելու, առողջություն, կրթություն, արժանապատվություն ունենալու համար։ Հետո օգտագործեք այն ձեր երազանքներն իրականացնելու համար, բայց միշտ հիշելով նա օգնել այլ մարդկանց։ Գիտեմ, որ դուք լավ մարդկանց կհանդիպեք ձեր ճանապարհին։ Վստահեք ձեր սրտին, ցահայտելու, թե ով է իսկապես ձեր բարին կամենում։ Եվ երբ գտնեք այդ մարդկանց, մի ամաչեք օգնություն ընդունելուց։ Ոչ ոք չի կարող միայնակ ապրել այս աշխարհում։ Լոն, իմ սեր, միշտ հնազանդվիր եղբորդ Գագիկին։ Նա քեզ կխնամի նույն սիրով, որով ես կխնամեի։ Իսկ դու, Գագիկ, համբերատար եղիր Լոնի հետ։ Նա փոքր ժամանակի կարիք կունենա շատ բաներ հասկանալու համար։ Դուք երկուստ միշտ հոգ տարեք միմյանց մասին։ Սերը, որ գոյություն ունի ձեր միջ, ամենամեծ ժառանգությունն է, որ ես կարող եմ թողնել։ Փողը կարող է վերջանալ, տունը կարող է փլուզվել, բայց եղբայրների միջ սերը հավերժ է։ Մի բան կա, որ պետք է պատմեմ ձեզ ձեր հոր մասին։ Գիտեմ, որ դուք միշտ ուզեցել եք իմանալ նրա մասին, իսկ ես միշտ արդարացումներ եմ հորինել չխոսելու համար։ Ճշմարտությունն այն է, որ նա լավ մարդ էր, բայց չկարողացավ հաղթահարել երեխաներ ունենալու պատասխանատվությունը։ Երբ Գագիկը ծնվեց, նա վախեցավ, հեռացավ։ Երբ Լոնը ծնվեց, նա նույնիսկ չիմացավ։ Նրանից վիրավորված մի մնացեք, որովհետև վիրավորանքը միայն վնասում է նրան, ով պահում է այն։ Իսկ իմացեք, որ դուք երբեք նրա կարիքը չեք ունեցել յուրահատուկ լինելու համար։ Դուք միշտ ամբողջական եք եղել, միայն դուք երկուստ ես։ Հիմա մի շատ լուրջ բան եմ ուզում ասել ձեզ։ Լավ խնամեք տիկին Անահիտին։
Նա ոսկի կին է, ով միշտ օգնել է մեր ընտանիքին, առանց որևէ բան ակնկալելու։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, վստահ եմ, որ նա ձեզ կխնամի, կարծես իր թոռները լինեիք։ Միշտ հատուցեք այդ ջերմությունը։ Գագիկ, վստահ եմ, որ դու հրաշալի մարդ ես դառնալու։ Դու բարի սիրտ ունես, փայլուն խելք մի քաջություն, որն ինձ ամեն օր տպավորում է։ Օգտագործիր այդ որակները գեղեցիկ կյանք կառուցելու նա այլ մարդկանց օգնելու համար։ Լոն, դու յուրահատուկ շնորհ ունես, տեսնելու գեղեցկությունը պարզ բաների մեջ։ Երբեք մի կորցրու այդ ունակությունը, որովհետև դա քեզ երջանիկ մարդ կդարձնի ողջ կյանքում։ Եվ շարունակիր նկարել, որովհետև քո նկարները լուսավորում են ցանկացած վայր։ Որդիներս, ես միշտ ձեզ հետ եմ լինելու, նույնիսկ եթե դուք չեք կարողանա ինձ տեսնել։ Ես կլինեմ քամու մեջ, որը շարժում է վարագույրները, անձրի մեջ, որը ջրում է բույսերը, արի մեջ, որն առավոտյան ներս է սփռվում պատուհանից։ Ես կլինեմ ձեր յուրաքանչյուր ուրախ պահին, յուրաքանչյուր նվաճմանը, յուրաքանչյուր իրականացած երազանքին։ Երբ կարոտեք, նայեք երկնքին, հիշեք, որ մոր սերը երբեք չի մահանում։ Այն հավերժ պահվում է որդիների սրտում։ Մի մոռացեք ամեն գիշեր աղոթել, շնորհակալություն հայտնելով օրվա ընթացքում տեղի ունեցած լավ բաների համար։ Իսկ դժվար պահերին հիշեք, որ փոթորկից հետո միշտ ար է գալիս։ Ես ձեզ սիրում եմ այս աշխարհում ամեն ինչից շատ։ Դուք իմ կյանքի իմաստն էիք, իմ ուրախությունը, իմ ուժը, ցանկացած դժվարության դիմակայելու համար։ Միշտ հոգ տարեք ձեզ, երջանիկ եղեք, լավ մարդիկ եղեք։ Իմ ողջ հավերժական սիրով, մայրիկ Մարինե ՀԳ։ Գագիկ, քո մահճակալի տակ, գլխամասի հետում թաքցրած մի փոքրիկ տուփ կա, տատիկիդ որոշ զարդերով, որին դու չես ճանաչել։ Դրանք պարզ են, բայց մեր ընտանիքի գանձն էին։ Երբ ամուսնանաս, տուր կնոջդ։ Իսկ երբ Լոնն ամուսնանա, կկիսեք։ Կարորը զարդերի արժեքը չէ, այլ սիրո պատմությունը, որը դրանք ներկայացնում են։ Նամակի ընթերցման ավարտին հաջորդած լռությունը խորն ու սրբազան էր։ Գագիկն ամուր գրկեց Լոնին, երկուսով միասին լաց եղան, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության, սիրո, մի լավ կարոտի արցունքներ էին, որը տաքացնում է սիրտը, ցավեցնելու փոխարեն։ Փարանձեմը զգուշորեն պահեց նամակի թերթերը, իմանալով, որ այդ բառերը շատ անգամներ կվերընթերցվեն տղաների կյանքի ընթացքում։ Հետո գրկեց երկուսին, կազմելով ջերմության մի շրջան, որը խորհրդանշում էր ողբերգությունից ծնված նոր ընտանիքը։ Գագիկ, Լոն, ասաց նա խեղդված ձայնով, ձեր մայրն իսկապես շատ իմաստուն կին էր։ Այս նամակի յուրաքանչյուր բառ ցույց է տալիս, թե որքան էր նա ձեզ սիրում։ Գագիկը սրբեց արցունքները, նայեց Փարանձեմին նորոգված վճռականությամբ։ Դոկտոր Փարանձեմ, ես ուզում եմ հարգել այն ամենը, ինչ գրել է մայրս։ Ես ուզում եմ լինել այն մարդը, որը նա երազել է, որ ես լինեմ։ Եվ արդեն իսկ այդպիսին ես, Գագիկ։ Քո քաջությունը, քո առատաձեռնությունը, Լոնին խնամելու քո ձը։ Այս ամենը ցույց է տալիս, որ դու ժառանգել ես այն ամենալավը, ինչ կար մորդ մեջ։ Լոնը, դեռ մի փոքր հեկեկալով, մոտեցավ Գագիկին։ Եղբայր, ես միշտ քեզ կլսեմ, ինչպես մայրիկն ասաց։ Գագիկը ժպտաց արցունքների միջից։ Լոն, մենք միշտ հոգ կտանենք միմյանց մասին։ Եվ կխնամենք տիկին Անահիտին, դոկտոր Փարանձեմին, բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են մեզ համար։ Այդ կեսօրին նրանք որոշեցին ինչ-որ յուրահատուկ բան անել։ Գագիկն առաջարկեց գնալ Մարինեի գերեզմանին, մի բան, որը նրանք դեռ չէին արել նոր տուն տեղափոխվելուց հետո։ Փարանձեմին գաղափարը շատ դուր եկավ, տիկին Անահիտը, չնայած տարիքին սրտի սահմանափակումներին, պնդեց, որ ուղեկցի նրանց։ Երանի Թոխմախի գերեզմանատունը պարզ, բայց խնամված վայր էր։ Մարինեի գերեզմանը գտնվում էր ծառաշատ մի հատվածում, որտեղ թռչունների ձայները խաղաղության մթնոլորտ էին ստեղծում։ Գագիկը պնդել էր, որ տեղադրվի սպիտակ մարմարե տապանակար, պարզ մակագրությամբ։ Մարինե Սարգսյան, նվիրյալ մայր, խիզախ կին, քո սերը հավերժ ապրում է մեր սրտերում։ Գագիկը ծնկի իջավ գերեզմանի առջ, սկսեց խոսել, կարծես Մարինեն կարող էր կատարելապես լսել իրեն։ Մամ, մենք այսօր կարդացինք քո նամակը։ Շնորհակալություն, որ ամեն ինչի մասին մտածել ես, որ մեզ խնամել ես նույնիսկ նախքան դրա կարիքը կլիներ։ Դու աշխարհի ամենահրաշալի մայրն էիր։ Լոնը ծնկի իջավ եղբոր կողքին։ Մայրիկ, ես շատ եմ նկարում, ինչպես դու ասացիր նամակում։ Եվ Գագիկին լավ լսում եմ։
Փարանձեմն ու տիկին Անահիտը մի փոքր հեռու մնացին, հարգելով տղաների մոր միջ մտերմիկ պահը։ Բայց երկուսի աչքերն էլ արցունքոտ էին, հուզված այն սիրո մաքրությունից, որը նույնիսկ մահը չէր կարողացել ընդհատել։ Մարինե, ասաց տիկին Անահիտը մոտենալով գերեզմանին, ես քեզ խոստացել էի, որ կխնամեմ քո տղաներին, կատարում եմ իմ խոստումը։ Նրանք մեծանում են գեղեցիկ, խելացի քո նման բարի սրտով։ Փարանձեմը նույնպես մոտեցավ։ Մարինե, ես ձեզ անձամբ ճանաչելու պատիվը չեմ ունեցել, բայց ձեր որդիների միջոցով ես կարող եմ տեսնել, թե ինչպիսի արտասովոր կին էիք դուք։ Խոստանում եմ, որ կսիրեմ կպաշտպանեմ Գագիկին ու Լոնին, կարծես նրանք իմ սեփական որդիները լինեին։ Երբ գերեզմանատնից դուրս էին գալիս, Գագիկը խնդրեց կանգ առնել ծաղկի խանութի մոտ։ Իր գրպանի փողի մնացորդով նա գնեց սպիտակ մանուշակների մի փոքրիկ ծաղկաման, մոր սիրելի ծաղիկները։ Կտնկեմ մեր բակում, բացատրեց նա Փարանձեմին։ Այդպես, ամեն անգամ, երբ մանուշակները ծաղկեն, կհիշեմ, որ մորս սերն էլ է ծաղկում մեր կյանքում։ Կյանքը շարունակեց իր բնականոն ընթացքը, բայց այժմ մի թեթությամբ ուրախությամբ, որոնք նախկինում չկային։ Գագիկը տպավորիչ վճռականությամբ նվիրվեց ուսմանը, միշտ ստանալով դասարանի լավագույն գնահատականները։ Լոնն ավելի ու ավելի էր զարգացնում իր գեղարվեստական տաղանդը, ստեղծելով նկարներ, որոնք Փարանձեմը պնդում էր շրջանակի մեջ դնել կախել տանը։ Տիկին Անահիտը, լիովին վերականգնված սրտի վիրահատությունից, դարձել էր այն տատիկը, որին տղաները երբեք չէին ունեցել։ Նա Գագիկին ավանդական բաղադրատոմսեր էր սովորեցնում, Լոնին հին պատմություններ պատմում, իր կյանքի իմաստուտ։ Յունն էր առաջարկում, երբ Փարանձեմը երեխաների դաստիարակության վերաբերյալ խորհուրդների կարիք էր ունենում։ Յուլիանա Սահակյանը կանոնավոր կապ էր պահպանում ընտանիքի հետ, ամիսը մեկ այցելելով նրանց։ Նա վերջերս ամուսնացել էր, միշտ ասում էր, որ ուզում է, որ իր ապագա երեխաները Գագիկի պես խիզախ լինեն, Լոնի պես ստեղծագործ։ Նամակի բացահայտումից 1 տարի անց Գագիկը մի որոշում կայացրեց, որը զարմացրեց ողջ ընտանիքին։ Նա ուզում է ժառանգության գումարի մի մասն օգտագործել, այլ որբ երեխաներին օգնող հիմնադրամ ստեղծելու համար։ Գաղափարն այն էր, որ իրավաբանական, հոգեբանական, ֆինանսական աջակցություն տրամադրվի այն անչափահասներին, ովքեր կհայտնվեին իր Լոնի ապրածի նման իրավիճակներում։ Գագիկ, ասաց Փարանձեմը, երբ տղան ներկայացրեց իր նախագիծը, վստահ ես։ Դա կնշանակի զգալի գումար նվիրաբերել։ Վստահ եմ, դոկտոր Փարանձեմ։ Մայրս միշտ ասում էր, որ փողը արժեք ունի միայն այն դեպքում, երբ օգտագործվում է բարի գործ անելու համար։ Եվ ես ուզում եմ, որ այլ երեխաներ էլ ունենան այն հնարավորությունը, որը մենք ունեցա։ Մարինե Սարգսյան հիմնադրամը պաշտոնապես ստեղծվեց ժառանգության բացահայտման 2-րդ տարելիցին։ Գագիկը պնդեց, որ դա լինի պարզ արարողություն, որը կանցկացվի նույն բանկում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Ներկայիս տնօրենը, ով փոխարինել էր Ռոբերտ Մելիքյանին, հաճույքով տրամադրեց տարածքը, հպարտանալով այդքան նշանակալի իրադարձություն հյուրընկալելով։ Արարողության ընթացքում Գագիկը ելույթ ունեցավ, որը հուզեց բոլոր ներկաներին։ Մայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը ոչ թե այն է, ինչ մենք ստանում ենք, այլ այն, ինչ կարողանում ենք տալ ուրիշներին։ Նա խնայել է ամեն մի դրամը, մտածելով իմ եղբորս ապագայի մասին։ Հիմա ես ուզում եմ օգտագործել այդ գումարը, երաշխավորելու, որ այլ երեխաներ էլ ապագա ունենան։ Մարինե Սարգսյանի հիմնադրամը կօգնի այն երեխաներին, ովքեր կորցրել են ծնողներին, ովքեր մենակ են, ովքեր իրավական պաշտպանության կարիք ունեն։ Մենք նրանց ցույց կտանք, որ միշտ հույս կա, միշտ կա մեկը, ով պատրաստ է պայքարելու նրանց համար։ Մայրս այլս ֆիզիկապես այստեղ չէ, բայց նրա սերը շարունակում է կյանքեր փոխել։ Եվ կշարունակի փոխել ընդմիշտ։ Ելույթի ավարտին երանի վրա սկսեց թեթ անձր գալ։ Գագիկը նայեց երկնքին ժպտաց, հիշելով մոր նամակի խոսքերը։ Ես կլինեմ անձրի մեջ, որը ջրում է բույսերը։ Լոնը մոտեցավ եղբորը շշնջաց. Եղբայր, կարծում եմ, մայրիկը ուրախությունից է լալիս։ Գագիկը գրկեց եղբորը այդ պահին, շրջապատված բոլոր այն մարդկանցով, ում սիրում էր, նա զգաց, որ կատարել է մոր գերեզմանին տված խոստումը։ Նա դարձել էր այն մարդը, որը նա երազել էր, որ ինքը լինի խիզախ, առատաձեռն ունակ, ցավը սիրո, ողբերգությունը հույսի վերածելու։ Երեկոն իջնում էր երանի վրա, այն ոսկեգույն լույսով, որը բնորոշ է երկրի ամենամեծ քաղաքում օրվա ավարտին։ Գագիկն ու Լոնը ձեռք ձեռքի տված քայլում էին Փարանձեմի տիկին Անահիտի հետ, նույն հյուսիսային պողոտայով, որտեղ ամեն ինչ սկսվել էր։
Քաղաքի աշխույժ շարժը նույնն էր, մարդիկ շտապում էին իրենց գործերին, մեքենաները ազդանշան էին տալիս խցանման մեջ, վաճառողներն առաջարկում էին իրենց ապրանքները։ Բայց Գագիկի համար այդ ողջ իրարանցումն այժմ այլ իմաստ ուներ։ Յուրաքանչյուր մարդ, ով անցնում էր իրենց կողքով, կրում էր իր սեփական պատմությունը, իր սեփական երազանքներն ու դժվարությունները։ Դոկտոր Փարանձեմ, ասաց Գագիկը, դիտելով շուրջ բոլորի շարժը, մի օր ես ուզում եմ շատ մարդկանց օգնել։ Ում եմ, որ իմ կյանքը տարբերություն ստեղծի ուրիշների կյանքում։ Փարանձեմը ժպտաց, իմանալով, որ այդ արտասովոր տղան իսկապես տարբերություն կստեղծի աշխարհում։ Գագիկ, դու արդեն իսկ տարբերություն ես ստեղծում։ Այն քաջությունը, որ դու ցուցաբերեցիր այն բանկում, ոգեշնչեց շատ մարդկանց։ Այն առատաձեռնությունը, որ դու ցուցաբերում ես ամեն օր, ոգեշնչում է մեր ողջ ընտանիքին։ Լոնը, թափահարելով մի փոքրիկ ուսապայուսակ, որտեղ պահում էր իր վերջին նկարները, հիացմունքով նայեց եղբորը։ Եղբայր, երբ մեծանամ, ուզում եմ քեզ պես լինել։ Լոն, դու պետք չէ ինձ պես լինես։ Դու պետք է լինես քեզ պես, բայց հնարավորինս լավագույն ձով։ Հենց դա էր մեր մայրն ուզում մեզ երկուսիս համար։ Երբ տուն հասան, Գագիկը գնաց իր սենյակ դարակից հանեց այն դեղնած թուղթը, որը փոխել էր իրենց կյանքը։ Նա այն զգուշորեն պահել էր, ինչպես սուրբ գանձ, որը շատ ավելին էր ներկայացնում, քան բանկային հաշվի թվերը։ Նայելով այդ թղթին, Գագիկը հիշեց այն ամենը, ինչ ապրել էր, վախը, որ զգացել էր բանկ մտնելիս, Ռոբերտ Մելիքյանի կողմից հասցված նվաստացումը։ Փարանձեմի առաջարկած պաշտպանությունը, Կարլոս Միրզոյանի դավադրությունը, Տիկին Անահիտի հիվանդությունը, վերջապես մոր նամակի բացահայտումը։ Այդ ճանապարհորդության յուրաքանչյուր պահը հիմնարար էր եղել իրեն այն մարդը դարձնելու համար, որն ինքը հիմա էր։ Դժվարությունը բացահայտել էր նրա քաջությունը, ուրիշների առատաձեռնությունը սովորեցրել էր համերաշխության կարողությունը, մոր սերը, նույնիսկ նրա հեռանալուց հետո ուղղորդել էր նրա յուրաքանչյուր որոշումը։ Գագիկը նորից պահեց դեղնած թուղթը, այժմ արդեն մոր նամակի կողքին։ Երկու փաստաթուղթ, որոնք ներկայացնում էին անցյալն ու ապագան, նյութական ժառանգությունն ու հուզական ժառանգությունը, սկզբնակետն ու վերջնակետը մի սիրո պատմության, որը գերազանցել էր հենց կյանքը։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Գագիկն ու Լոնը ծնկի իջան մահճակալի կողքին, ինչպես անում էին ամեն գիշեր, իրենց երախտագիտության աղոթքն արեցին։ Շնորհակալություն, Աստված, որ մեր մայրն այդքան իմաստուն էր։ Շնորհակալություն դոկտոր Փարանձեմի, Տիկին Անահիտի, Յուլիանայի բոլոր այն լավ մարդկանց համար, որոնց դրեցիր մեր ճանապարհին։ Շնորհակալություն, որ կարողացանք օգնել այլ երեխաների։ Եվ շնորհակալություն, որ մեր ընտանիքը միասին է երջանիկ։ Երբ անջատեցին սենյակի լույսը, մի մեղմ զեփյուռ շարժեց վարագույրները, Գագիկը ժպտաց, հիշելով նամակի խոսքերը։ Ես կլինեմ քամու մեջ, որը շարժում է վարագույրները։ Մարինե Սարգսյանի սերն իսկապես այնտեղ էր, հավերժ պաշտպանելով իր երկու ամենաթանկ գանձերին, ոգեշնչելով նրանց տարածել այդ սերը ողջ աշխարհով։ Վերջին բանը, որ Գագիկը մտածեց քնելուց առաջ, մի լուր խոստում էր, որը նա տվեց մորը։ Մայրիկ, ես հավերժ կհարգեմ քո սերը։ Իմ կյանքի յուրաքանչյուր օրը մի միջոց կլինի, շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ դու արել ես մեզ համար։ Եվ այսպես, այն հարմարավետ տանը Արաբկիր թաղամասում, շրջապատված իր նոր ընտանիքի սիրով, Գագիկ Սարգսյանը հանգիստ քնեց, իմանալով, որ փողի ժառանգությունը վերածել է սիրո, հույսի առատաձեռնության ժառանգության, որը կտի հավերժ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գագիկի, Լոնի, Մարինեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, քաջության հաղթահարման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախոր ճշմարիտ կողմը, ցույց տալով, որ անկեղծ սերն ունի ուժ, ցանկացած դժվարություն վերածելու աճի հնարավորության։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, պատրաստ կիսվելուց մեկ պատմությամբ, որը կհուզի կոգեշնչի ձեր կյանքը։